Ոտաբոբիկ մի տղա մտնում է Երանի կենտրոնում գտնվող շքեղ մի շենք, ասելով, որ նշանակված հանդիպում ունի։ Բոլորը ծաղրում են նրան, փորձում են վռնդել, մինչ որ պարզում են, որ նա ճիշտն է ասում։ Եվ մի քանի րոպե անց տղան դառնում է այն ընկերության սեփականատերը, որը փորձել էր նվաստացնել իրեն։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, իսկ մենք շարունակենք։ Երկուշաբթի առավոտը Երանում եկավ այնպես, ինչպես միշտ, ծանր ու տոտք, մոխրագույն երկինքը խառնվում էր ավտոբուսների ծխին, իսկ մեքենաների ազդանշանների աղմուկը ստեղծում էր մի քաոսային սիմֆոնիա, որին այլս ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Մաշտոցի պողոտայում հայելապատ շենքերն արտացոլում էին միմյանց, կարծես իրար էին նայում, դատում, համեմատում չափերն ու կարողությունը։ Նրանց մեջ առանձնանում էր մի հատկապես վեհաշուկ շինություն, ամբողջովին պատված կապտավուն ապակիով փայլեցված պողպատով, որի վրա ոսկե տառերով փորագրված էր Պետրոսյան խումբ անվանումը, որը փայլում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ալը թաքնվում էր։ Դա սովորական երկուշաբթի էր նրանց համար, ովքեր աշխատում էին այնտեղ։ Գործադիր տնօրենները շտապով մտնում էին իրենց կաշվե պայուսակներով, բարձրակրունկներով կանայք սուրճը ձեռքներին անցնում էին նախասրահով, անվտանգության աշխատակիցները մեխանիկական հայացքով ստուգում էին ԵԻՉ-ը։ Ամեն ինչ աշխատում էր շվեյցարական ժամացույցի պես, ճշգրիտ, սառը, հեռու։ Օդորակիչը պահպանում էր կատարյալ ջերմաստիճան, ավտոմատ դիֆուզորներից տարածվող ներկրված օծանելիքի բույրը քողարկում էր մարդկային ցանկացած հոտ, իսկ իտալական մարմարե հատակն այնքան էր փայլում, որ թվում էր, թե թույլ չի տա որևէ սովորական բան դիպչի իրեն։ Հենց այս միջավայրում նա հայտնվեց։ Մի տղա։ Նիհար, փոքրամարմին, հագուստով, որն ավելի շատ լաթերի էր նման, որոնք կախված էին փխրուն մարմնից։ Ոտաբոբիկ, հողից ու ասֆալտից կեղտոտված ոտքերը թեթ հետքեր էին թողնում փայլեցված մարմարի վրա, երբ նա անցնում էր պտտվող ապակե դռներով։ Պետք է որ մոտ 7, գուցե 8 տարեկան լիներ, դժվար էր ասել։ Ծմազերը փնթի էին, դեմքին փոշու հետքեր կային, իսկ շագանակագույն աչքերում մի բան կար, որը չէր համապատասխանում նրա խղճուկ տեսքին, մի վճռականություն, մի նպատակասլացություն, մի փայլ, որը կարծես մարտահրավեր էր նետում ցանկացած դատողության։ Նա մեջքին կրում էր մի հին պայուսակ, որը մի քանի տեղից պատռված էր, իսկ մի կապը համպատրաստից հանգույցով էր ամրացվ։ Ած. Դրա մեջ, հավանաբար, ոչինչ չկար, բացի մի քանի ավելի մաշված հագուստից, գուցե նախորդ գիշերվանից պահած մի կտոր հացից։ Բայց նա քայլում էր այնպես, կարծես շատ ավելի մեծ բան էր կրում, քան իրեր։ Քայլում էր որպես մեկը, ով նպատակ ունի։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Ընդունարանի աշխատակցուհին Կարինեն, մոտ 45 տարեկան մի կին, հարթ ու անթերի սանրվածքով, խնամված եղունգներով, կատարյալ դիմահարդարմամբ, համակարգչի էկրանից հայացքը բարձրացրեց, աչքերը չռեց, տեսնելով այդ արարածին, որն անցնում էր նախասրահով դեպի ընդունարանի սեղանը։ Նա լավ գիտեր այդպիսի իրավիճակները։ Կարողանում էր հագուստի ձվածքից, կոշիկի մոդելից, դաստակի ժամացույցից հասկանալ, թե ով է ուշադրության արժանի, ով պարզապես անհանգստություն պատճառող։ Եվ այդ տղան, անկասկած, անհանգստություն էր պատճառում։ Շուրջ բոլորը մյուս մարդիկ սկսեցին նկատել։ Մոխրագույն կոստյումով մի գործադիր կանգնեց ճանապարհի կեսին, գլուխը շրջեց։ Երկու քարտուղարուհիներ, որոնք զրուցում էին վերելակների մոտ, ընդհատեցին բամբասանքը, զգուշորեն մատնացույց արեցին։ Պատին։ Հենված մի անվտանգության աշխատակից ուղղվեց, ձեռքը դնելով գոտուն ամրացված ռացիայի վրա։ Տղան շարունակեց քայլել։ Կարինեն ոտքի կանգնեց, ուղղեց օսլայած սպիտակ վերնաշապիկը, հենվեց գրանիտե բարձր սեղանին, խորհրդանշականորեն փակելով տղայի ճանապարհը։ Պրոֆեսիոնալ ժպիտը, որը նա սովորաբար օգտագործում էր կարևոր հաճախորդների հետ, փոխարինվեց վատ քողարկված զզվանքի արտահայտությամբ։ Բար փոքրիկ, ասաց նա մի տոնով, որը փորձում էր բարի թվալ, բայց կրում էր իր զգացած ողջ արամարանքը։ Կարծում եմ, մոլորվել ես, հա՞։ Այստեղ փող խնդրելու տեղ չէ։ Եթե ուզում ես, անկյունում մի հացի խանութ կա, երբեմն օրվա վերջում հին հաց են տալիս։ Տղան կանգնեց սեղանի դիմաց։ Նրա աչքերը հանդիպեցին Կարինեի աչքերին։ Այդ հայացքում վախ չկար։ Ամոթ չկար։ Միայն մի անհանգստացնող հանգստություն։ Ես նշանակված հանդիպում ունեմ, ասաց նա բարակ, բայց հաստատուն ձայնով, յուրաքանչյուր բառը զգուշությամբ արտասանելով։ Ընդունարանի աշխատակցուհին թարթեց։ Հետո նորից թարթեց։ Եվ ապա կարճ ծիծաղեց, որը գրեթե հաչոցի էր նման։ Հանդիպում։ Դո՞։
Այ, ստեղ։ Մոտակայքում գտնվող այլ աշխատակիցներ սկսեցին մոտենալ, հետաքրքրված։ Իրավիճակը հետաքրքիր էր դառնում, միօրինակ երկուշաբթվա ընդհատում։ Կարմիր փողկապով մի երիտասարդ, որ է բաժնի պրակտիկանտ, որի անունը ոչ ոք չէր հիշում, հեռախոսը հանեց գրպանից, սկսեց զգուշորեն նկարահանել, պատկերացնելով, որ դա լավ պատմություն կլինի ընկերների խմբում պատմելու համար։ Լսիր, սիրելիս, շարունակեց Կարինեն, այլս չանհանգստանալով զայրույթը թաքցնելու համար, ես չգիտեմ, թե ով է քեզ այստեղ ուղարկել, բայց դու պետք է դուրս գաս։ Սա լուրջ ընկերություն է, մենք աշխատում ենք կարևոր մարդկանց հետ, հանդիպումներ ունենք գործադիրների, տնօրենների հետ, մարդկանց հետ, ովքեր ամեն օր միլիոններ են շարժում։ Անտուն երեխաների հետ հանդիպումներ չկան, հասկացա՞ր։ Այնպես որ մի լավություն արա ինձ ու դուրս արի, մինչ անվտանգությանը կանչելը։ Բայց ես պետք է բարձրանամ, պնդեց տղան։ 20-րդ հարկում է։ Գլխավոր նիստերի դահլիճում։ Շուրջը հավաքված ամբոխը մեծացավ։ Այժմ մոտ 15 հոգի կիսաշրջան էին կազմել, բոլորը դիտում էին, ոմանք ծիծաղում, մյուսները իրար մեջ մեկնաբանում։ Անվտանգության աշխատակիցը վերջապես մոտեցավ, մի մեծ, լայնաթիկունք տղամարդ, ձեռքերը խաչած, արտահայտությամբ, որը ցույց էր տալիս, որ արդեն հոգնել է, մինչդեռ օրը դեռ չէր սկսվել։ Ինչ խնդիր է այստեղ, հարցրեց նա, նայելով Կարինեին ամբողջովին անտեսելով տղային։ Այս տղան ասում է, որ նշանակված հանդիպում ունի, պատասխանեց նա, աչքերը տնկելով։ Կարծում եմ, խելագարվել է։ Կամ էլ համացանցային կատակներից է։ Անվտանգության աշխատակիցը ներք նայեց, վերջապես ընդունելով երեխայի գոյությունը։ Տղան նույնպես նայեց նրան, գլուխը չխոնարհելով, չնահանջելով։ Լսիր, տղա, ասաց անվտանգության աշխատակիցը, փորձելով խիստ, բայց ոչ սպառնալից հնչել, դու չես կարող այստեղ մնալ։ Սա մասնավոր սեփականություն է։ Եթե հիմա դուրս չգաս, ես ստիպված կլինեմ քեզ դուրս հանել։ Եվ ես չեմ ուզում դա անել, բայց կանեմ, եթե պետք լինի, հասկացա՞ր։ Ես դուրս չեմ գալու, պատասխանեց տղան։ Ես եկել եմ հանդիպման։ Նրանք ինձ սպասում են։ Ո՞վ է քեզ սպասում, հարցրեց Կարինեն, ձեռքերը խաչելով։ Ասա, ո՞րն է այն մարդու անունը, ով քեզ հետ հանդիպում է նշանակել։ Գրած կգամ, որ նույնիսկ պատասխանել չգիտես։ Տղան բացեց պայուսակը։ Միջից հանեց մի ճմրթված, մի քանի անգամ ծալված թուղթ։ Զգուշորեն բացեց, մեկնեց ընդունարանի աշխատակցուհուն։ Դա փաստաթուղթ էր, տպագրված հենց Պետրոսյան խումբ-ի ֆիրմային բլանկի վրա, ամսաթվով ժամով երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին գլխավոր նիստերի դահլիճ, 20-րդ հարկ։ Կարինեն վերցրեց թուղթը, կարծես աղբ լիներ։ Կարդաց մի անգամ։ Կարդաց նորից։ Ճակատը գնճռեց։ Նայեց տղային։ Նայեց թղթին։ Սա կեղծ է, ասաց նա, բայց ձայնն ավելի քիչ համոզված հնչեց, քան առաջ։ Ոչ, պատասխանեց տղան։ Անվտանգության աշխատակիցը մոտեցավ, վերցրեց թուղթը նրա ձեռքից զննեց։ Իրական էր թվում։ Թուղթը ընկերության պաշտոնականն էր, ներքի ստորագրությունը, իսկական։ Բայց դա բացարձակապես իմաստ չուներ։ Կզանգեմ 20-րդ հարկի քարտուղարություն, ասաց անվտանգության աշխատակիցը, հանելով կորպորատիվ հեռախոսը գրպանից։ Հիմա կպարզենք սա։ Մինչ նա հավաքում էր համարը, տղան կանգնած էր այնտեղ, պայ։ Ուսակը ուսերին։ Շուրջը աշխատակիցները սկսեցին գրած գալ։ Ոմանք ասում էին, որ դա կատակ է, մյուսները կարծում էին, որ ինչ-որ մարքեթինգային ակցիա է, գովազդային գործակալություն, որը ստեղծում է անսովոր իրավիճակ վիրուսային դառնալու համար։ Ոչ ոք, ոչ մի վայրկյան չմտածեց, որ դա կարող է իրական լինել։ Զանգը գարչտեց։ Անվտանգության աշխատակիցը լսեց, գլխով արեց, մի փոքր էլ լսեց, աչքերը չռեց, մի անհասկանալի բան մրմնջաց անջատեց հեռախոսը։ Նա նայեց տղային մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր շփոթության վախի նման մի բանի։ Նա կարող է բարձրանալ, ասաց անվտանգության աշխատակիցը տարօրինակ ցածր ձայնով։ Ինչ, Կարինեն գրեթե գոռաց։ Դու խելագարվել ես։ Քարտուղարությունն է հաստատել։ Նա նշանակված հանդիպում ունի։ Ճիշտ ժամը 9-ին։ Իսկ արդեն 9-ին 5 է պակաս։ Տիրող լռությունը խլացուցիչ էր։ Ոչ ոք չգիտեր ինչ ասել։ Ոչ ոք չգիտեր ինչ մտածել։ Տղան պարզապես սկսեց քայլել դեպի վերելակները։ Անվտանգության աշխատակիցը, դեռ ապշած, ուղեկցեց նրան,
Սպասիր, կանչեց Կարինեն, վազելով նրանց հետից, կրունկները ուժգ. Ին թխկթխկում էին հատակին։ Դու չես կարող թույլ տալ, որ նա այդպես բարձրանա։ Նայիր նրա հագուստին, նայիր նրա վիճակին։ Նա ամեն ինչ կկեղտոտի, կվախեցնի հաճախորդներին, Անվտանգության աշխատակիցն ընդհատեց. Տես, Կարինե, ես պարզապես հրամաններ եմ կատարում։ Եթե քարտուղարությունը հաստատել է, ուրեմն ճիշտ է։ Ես չեմ, որ հարցականի տակ դնեմ։ Երեքը մտան վերելակ։ Տղան սեղմեց 20-րդ հարկի կոճակը։ Փայլեցված մետաղական դռները փակվեցին, արտացոլելով 3 բոլորովին անտեղի կերպարներ, որոնք կիսում էին այդ փոքր տարածքը, շփոթված անվտանգության աշխատակիցը, վրդովված ընդունարանի աշխատակցուհին, հանգիստ տղան։ Վերելքը կարծես հավերժություն տեց։ Երբ դռները բացվեցին 20-րդ հարկում, միջավայրն ավելի շքեղ էր, քան ներքում։ Պարսկական գորգերը ծածկում էին հատակը, ժամանակակից նկարիչների կտավները զարդարում էին պատերը, լռությունը բացարձակ էր, որը խախտվում էր միայն օթորակիչի ցածր բզզոցով։ Շիկահեր քարտուղարուհին, էլեգանտ ակնոցներով մուգ կապույտ կոստյումով, ոտքի կանգնեց, հենց որ տեսավ եռյակին դուրս գալիս վերելակից։ Բարի օր, ասաց նա հաճելի, բայց չեզոք լինելու համար մարզված ձայնով։ Կարող եմ օգնել։ Տղան նշանակված հանդիպում ունի, բացատրեց անվտանգության աշխատակիցը, դեռ չհավատալով իր ասածին։ Քարտուղարուհին նայեց տղային։ Նրա արտահայտությունը չփոխվեց։ Պրոֆեսիոնալիզմը ամեն ինչից առաջ։ Ձեր անունը, խնդրում եմ։ Գագիկ, պատասխանեց տղան։ Գագիկ Սարգսյան։ Նա ինչ-որ բան ստուգեց համակարգչում։ Մուտքագրեց։ Նորից ստուգեց։ Հետո, ի զարմանս բոլորի, ժպտաց գլխով արեց. Այո, այո։ Դուք ցուցակում եք։ Հանդիպումը սկսվում է ուղիղ 2 րոպեից։ Խնդրում եմ, հետեք ինձ։ Անվտանգության աշխատակիցն ու ընդունարանի աշխատակցուհին քարացան։ Քարտուղարուհին Գագիկին առաջնորդեց լայն միջանցքով, որի 2 կողմերում թանկարժեք փայտից դռներ էին, մինչ հասան վերջում գտնվող կրկնակի դռանը։ Նա թեթակի թակեց, բացեց ժեստ արեց, որ նա ներս մտնի։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Ուղեց պայուսակը ուսերին։ Եվ մտավ։ Նիստերի դահլիճը հսկայական էր։ Կենտրոնում դրված էր վարդապայտից մի սեղան, այնքան երկար, որ կարծես վերջ չուներ։ Դրա շուրջը իտալական կաշվե աթոռներին նստած մոտ 12 տղամարդ 3 կին էին, բոլորը հագած անթերի կոստյումներ, համեստ, բայց թանկարժեք զարդեր, ժամացույցներ, որոնք ավելի թանկ արժեին, քան մեքենաները։ Նրանք Պետրոսյան խումբի գործադիրներն էին, տնօրենները, բաժնետերերը, մարդիկ, որոնք որոշումներ էին կայացնում, որոնք ազդում էին հազարավոր աշխատատեղերի վրա, շարժում աստղաբաշխական գումարներ։ Զրույցն ակնթարթորեն մարեց, երբ Գագիկը ներս մտավ։ Բոլոր հայացքներն ուղղվեցին նրան։ Դահլիճի օդը կարծես ավելի ծանրացավ։ Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք չխոսեց։ Պարզապես նայում էին, փորձելով ընկալել այն, ինչ տեսնում էին։ Դահլիճի խորքում, Երանի համայնապատկերային տեսարանով պատուհանի մոտ, մի կին ոտքի կանգնեց։ Նա երիտասարդ էր, պետք է որ մոտ 25 տարեկան լիներ, շագանակագույն մազերը հավաքված պարզ հանգույցով, համեստ հագուստով։ Դա Անահիտն էր, վարչական օգնական, մեկը, ով այդ դահլիճում նույնքան անտեսանելի էր, որքան կահույքը։ Ոչ ոք երբեք չէր հարցնում նրա կարծիքը, ոչ ոք չէր հիշում նրա անունը, նա այնտեղ էր միայն գրառումներ անելու, սուրճ մատուցելու, փաստաթղթեր բերելու համար։ Բայց երբ նա տեսավ Գագիկին կանգնած դռան մոտ, այդ վճռական աչքերով փխրուն մարմնով, նրա մեջ ինչ-որ բան շարժվեց։ Դա իր սեփական մանկության հիշողությունն էր, իր անցած դժվարությունները, ճանաչած սովը, գրած նվաստացումները։ Դա այն մարդկայնությունն էր, որը դեռ ամբողջովին չէր ջախջախվել այդ սառը միջավայրում աշխատելու տարիների ընթացքում։ Նա քայլեց դեպի կողային սեղանը, որտեղ դրված էր ջրով սափոր բյուրեղյա բաժակներ։ Լցրեց մի բաժակ։ Անցավ դահլիճով բոլորի անհավատ հայացքների ներքո։ Եվ ջուրն առաջարկեց Գագիկին։ Ահա, ասաց նա շատ ցածր, անկեղծ ժպիտով։ Երի ծարավես։ Գագիկն ընդունեց բաժակը։ Դանդաղ խմեց։ Վերադարձրեց դատարկ բաժակը։ Շնորհակալություն։ Հենց այդ պահին դահլիճը պայթեց։
Ինչ ծաղրածություն է սա, գոռաց գործադիրներից մեկը, մոտ 60 տարեկան մի տղամարդ, անթերի սանրված մոխրագույն մազերով, բարակ բեղերով։ Արմեն Թադոսյան, ընկերության գլխավոր տնօրենը։ Ո՞վ է սա թույլատրել։ Ո՞վ է թողել այս տղային այստեղ մտնել։ Սա խորհրդի նիստ է, ոչ թե կրկես։ Մեկ այլ գործադիր, ավելի երիտասարդ, բայց նույնքան ամբարտավան, ձեռքով խփեց սեղանին։ Ինչ-որ մեկը անվտանգությանը կանչի։ Հանեք այս տղային այստեղից, մինչ մի բան չի գողացե։ Ծիծաղեցին։ Շատերը ծիծաղեցին։ Ծիծաղներից ոմանք նյարդային էին, մյուսները իսկապես դաժան։ Անահիտը վերադարձավ իր անկյունը, զգալով դատապարտող հայացքների ծանրությունը։ Նա գիտեր, որ նրանց աչքում սխալ բան էր արել, մի բան, որը կարող էր թանկ նստել իր վրա։ Բայց չզղջաց։ Գագիկը շարունակում էր կանգնած մնալ այնտեղ, ձայների ու մեղադրանքների այդ հորցանուտի մեջ։ Ոչինչ չասաց։ Պարզապես սպասում էր։ Դուռը նորից բացվեց։ Երկու տղամարդ ներս մտան։ Նրանք հագել էին մուգ կոստյումներ, կրում էին հաստ կաշվե պայուսակներ, ունեին այն անսխալ կեցվածքը, որը բնորոշ է օրենքի հետ գործ ունեցողներին։ Նրանք փաստաբաններ էին։ Եվ նրանք սովորական փաստաբաններ չէին։ Նրանք Դանիելյան գործընկերները գրասենյակից էին, երկրի ամենահեղինակավոր թանկարժեք գրասենյակից, որը մասնագիտացած էր կորպորատիվ հարցերի, ժառանգության, մեծ կարողությունների գործերով։ Բարի երեկո բոլորին, ասաց նրանցից ավելի տարիքովը, մոտ 50 տարեկան մի տղամարդ, ոսկե շրջանակով ակնոցներով, խորը հանգիստ ձայնով։ Իմ անունն է պարոն Հենրիկ Դանիելյան։ Իսկ սա իմ գործընկերն է, պարոն Ֆերդինանդ Լոնյանը։ Ներողություն ենք խնդրում ընդհատման համար, բայց մենք այստեղ ենք խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար։ Ինչ արտահերթ նիստ, Արմեն Թադոսյանը ոտքի կանգնեց, կարմրած զայրույթից։ Ես գլխավոր տնօրենն եմ, ոչ մի բանի մասին տեղյակ չեմ։ Սա անհեթեթություն է։ Դուք չեք կարող պարզապես։ Պարոն Թադոսյան, պարոն Հենրիկը նրան ընդհատեց քաղաքավարի, բայց վճռական տոնով, դուք հիմա ամեն ինչի մասին տեղյակ կլինեք։ Ինչպես բոլոր ներկաները։ Խնդրում եմ, նստեք։ Դժկամությամբ բոլորը վերադարձան իրենց աթոռներին։ Դահլիճում լարվածությունը գագաթնակետին էր հասել։ Փաստաբանները քայլեցին դեպի սեղանի գլուխը, ի զարմանս բոլորի, կանգնեցին Գագիկի կողքին։ Պարոն Ֆերդինանդը ձեռքը դրեց տղայի ուսին, պաշտպանության հարգանքի ժեստով։ Մենք այստեղ ենք, սկսեց պարոն Հենրիկը, բացելով պայուսակը, հանելով փաստաթղթեր, Պետրոսյան խումբ-ի բաժնետոմսերի փոխանցումը պաշտոնականացնելու համար, ինչպես որոշվել է հանգուցյալ գործարար Հովսեփ Պետրոսյանի կտակով, որը մահացել է 3 շաբաթ առաջ, սրտային բարդությունների հետանքով։ Դահլիճում լռությունը բացարձակ էր։ Ոչ ոք չէր շնչում։ Պարոն Հովսեփ Պետրոսյանը, շարունակեց փաստաբանը, նոտարական կարգով վավերացված կտակով, բոլոր իրավական ձականություններով, Պետրոսյան խումբ ում իր բոլոր բաժնետոմսերը, որոնք կազմում են ընկերության բաժնետիրական վերահսկողության 51%-ը, թողել է Գագիկ Սարգսյանին, որն այստեղ ներկա է։ Կարծես ռումբ պայթեց։ Սա սուտ է, գոռաց ինչ-որ մեկը։ Նա չի կարող դա անել, բղավեց մեկ ուրիշը։ Երեխան չի կարող ընկերության սեփականատեր լինել։ Սա խաբեություն է։ Մենք դատի կտանք։ Պարոն Հենրիկը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Հասկանում եմ բոլորի ցնցումը։ Բայց կտակը օրինական է, գրանցված է, ունի վկաներ, համապատասխանում է գործող օրենսդրությանը։ Անչափահաս Գագիկ Սարգսյանի իրավունքները կիրականացվեն խնամակալական խորհրդի միջոցով, մինչ նրա 18 տարին լրանալը, բայց բաժնետոմսերի սեփականությունը նրանն է, անվիճելիորեն։ Արմեն Թադոսյանը գունատվել էր։ Բայց ինչու՞։ Ինչու պարոն Հովսեփը դա կաներ։ Նա ընտանիք չուներ։ Ոչ ոքի չուներ։ Ինչու ամեն ինչ կթողներ մի անտուն տղայի։ Փաստաբանը խորը շունչ քաշեց։ Սա, պարոնայք տիկնայք, մի պատմություն է, որն արժե պատմել։ Պարոն Հենրիկ Դանիելյանն ուղղեց ակնոցները, նայեց սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր դեմքի։ Կար անհավատություն, զայրույթ, շփոթություն, բայց նա մի հիվանդագին է։ Տաքրքրասիրություն։ Բոլորն ուզում էին հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր։ Ինչպես էր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, հարգված գործարար, բիզնեսի տեսլական ունեցող անձնավորություն, իր կայսրությունը թողել մի աղքատ երեխայի ձեռքում։
Մոտավորապես 2 ամիս առաջ սկսեց փաստաբանը պարոն Հովսեփ Պետրոսյանը մենակ դուրս եկավ իր կենտրոնի պենթհաուսից իր գիշերային զբոսանքներից մեկի համար։ Նա դա երբեմն անում էր առանց թիկնապահների, առանց որևէ մեկին զգուշացնելու։ Սիրում էր քայլել քաղաքով, դիտել մարդկանց, մտածել։ Այդ կոնկրետ գիշերը նա որոշեց գնալ ավելի հեռավոր մի տարածք, քաղաքի կենտրոնական անտեսված թաղամասերից մեկը։ Մենք հստակ չգիտենք, թե ինչու ընտրեց այդ տարածքը։ Գուցե ինչ-որ բան էր փնտրում, գուցե պարզապես ուզում էր տեսնել իր շքեղության պղպջակից տարբերվող մի իրականություն։ Դահլիճում լռությունը բացարձակ էր։ Նույնիսկ ամենաթերահավատներն էին ուշադրությամբ լսում։ Ժամը 22-ի սահմաններում պարոն Հովսեփը սկսեց ուժեղ ցավեր զգալ կրծքավանդակում։ Դա ինֆարկտի նախանշան էր։ Նա սայթաքեց, հենվեց պատին։ Փորձեց հեռախոսը հանել գրպանից, բայց ձեռքերը չափազանց շատ էին դողում։ Նա նստեց մայթին, մենակ, մթության մեջ, շրջապատված անտարբեր ամբոխով։ Տասնյակ մարդիկ անցան նրա կողքով։ Ոմանք շրջանցեցին, մյուսները նույնիսկ չնայեցին, շատերը երի մտածեցին, որ պարզապես հերթական անտունն է։ Ոչ ոք չկանգնեց։ Ոչ ոք չօգնեց։ Պարոն Ֆերդինանդը շարունակեց պատմությունը։ Բացի Գագիկ Սարգսյանից։ Նա այդ գիշեր այնտեղ էր, իր ծնողների հետ, փողոցներից վերամշակվող նյութեր հավաքելիս։ Երբ տեսավ ընկած մարդուն, չվարանեց։ Թողեց թափոնների սայլակը, վազեց նրա մոտ, բռնեց նրա ձեռքը, օգնություն կանչեց։ Գագիկի մայրը, տիկին Գայանեն, շտապօգնություն զանգեց փողոցային հեռախոսից։ Եվ Գագիկը մնաց այնտեղ, բռնած պարոն Հովսեփի ձեռքը, ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, որ օգնությունը գալիս է։ Նա չգիտեր, թե ով է այդ մարդը։ Չգիտեր, որ միլիարդատիրոջ է փրկում։ Նրա համար դա պարզապես մի մարդ էր, որն օգնության կարիք ուներ։ Գործադիրներից ոմանք սկսեցին անհարմար շարժվել աթոռներին։ Մյուսները պահպանում էին փակ արտահայտություններ, հրաժարվելով հուզվել։ Շտապոկ։ Նությունը ժամանեց, շարունակեց պարոն Հենրիկը, պարոն Հովսեփին տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ նա անհետաձգելի վիրահատության ենթարկվեց, 5 օր մնաց հիվանդանոցում։ Այդ ամբողջ ընթացքում նա չէր դադարում հարցնել այդ տղայի մասին։ Ուզում էր իմանալ, թե ով է նա, որտեղ է ապրում, ինչպես գտնել նրան։ Մասնավոր քննիչներ ուղարկեց, կարողացավ գտնել նրան, որն ընտանիքի հետ ապրում էր քաղաքի խոշոր կամուրջներից մեկի տակ։ Եվ անձամբ գնաց նրան այցելելու։ Գագիկը, որը մինչ այդ լուռ էր մնացել, գլուխը բարձրացրեց։ Նրա աչքերը փայլում էին, բայց ոչ արցունքներից։ Դա ինչ-որ թանկարժեք բանի կենդանի հիշողությունն էր։ Նա ուտելիք բերեց, ասաց Գագիկը բարակ, բայց հաստատուն ձայնով։ Շատ ուտելիք։ Տաք կերակուր, հյութ, հաց, մրգեր։ Մայրս լաց եղավ, երբ տեսավ։ Հայրս չէր հավատում։ Եվ նա նստեց գետնին, մեր մեջտեղում, զրուցեց։ Հարցրեց մեր անունները, մեր պատմությունը, թե որտեղից ենք եկել։ Նա մեզ հետ վարվեց որպես մարդկանց, ոչ թե աղբի հետ։ Տղայի ձայնը դահլիճում հնչեց որպես լուռ մեղադրանք։ Անահիտը, անկյունում, սրբեց։ Մի արցունք, որը համառորեն հոսում էր։ Այլս ոչ ոք չէր ծիծաղում։ Այլս ոչ ոք չէր կասկածում։ Պարոն Հենրիկը վերսկսեց։ Այդ այցից հետո պարոն Հովսեփը շարունակեց հանդիպել Գագիկին նրա ընտանիքին։ Շաբաթը 3 անգամ նա գնում էր այնտեղ։ Բերում էր մթերք, դեղորայք, հագուստ։ Ժամերով զրուցում էր։ Բացահայտեց, որ Գագիկը, թե երբեք դպրոց չէր հաճախել, կարդալ գիտեր։ Ինքնուրույն էր սովորել, աղբից գրքեր հավաքելով, անծանոթներին հարցնելով, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր տառը։ Բացահայտեց, որ տղան ուներ տպավորիչ հիշողություն, սուրխելք, մի բարություն, որը աշխարհը դեռ չէր կարողացել ջախջախել։ Եվ հենց այդ ժամանակ շարունակեց պարոն Ֆերդինանդը, պարոն Հովսեփը որոշում կայացրեց։ Նա երեխաներ չուներ։ Երբեք չէր ամուսնացել։ Ամբողջ կյանքը նվիրել էր բիզնին, կայսրություն կառուցելուն, բայց չուներ մեկը, ում թողներ այն։ Հեռավոր ազգականները հայտնվում էին միայն այն ժամանակ, երբ փող էին ուզում։ Կեղծ ընկերները շրջապատում էին նրան շահի համար։ Նա հոգնել էր այդ արտաքին տեսքի աշխարհից։ Եվ Գագիկի մեջ գտավ մի բան, որը վաղու ցկորցրել էր, իսկական մարդկայնություն։
Նա փոխեց կտակը, ասաց պարոն Հենրիկը, պայուսակից մի փաստաթուղթ հանելով դնելով սեղանին։ Իր բոլոր բաժնետոմսերը, իր պենթհաուսը, իր բանկային հաշիվները, իր ներդրումները, ամեն ինչ թողեց Գագիկ Սարգսյանին, այն պայմանով, որ տղայի ընտանիքի մասին հոգ տանեն, որ նա ստանա լիարժեք կրթություն, մինչ կարողանա իրապես ստանձնել բիզնեսի կառավարումը։ Մինչ այդ վարչական խորհուրդը կզբաղվի գործառնություններով, բայց բոլոր կարևոր ռազմավարական որոշումները պետք է անցնեն Գագիկի հաստատմամբ, նույնիսկ անչափահաս լինելով։ Սա խելագարություն է, պայթեց Արմեն Թադոսյանը։ Այսպիսի մասշտաբի ընկերությունը չի կարող ղեկավարվել երեխայի կողմից։ Մենք ունենք միջազգային պայմանագրեր, բարդ բանակցություններ, փոքր բաժնետերեր, մատակարարներ, հաճախորդներ։ Սա կկործանի այն ամենը, ինչ կառուցվել է։ Դուք մի բանում ճիշտ եք, ասաց Գագիկը, զարմացնելով բոլորին իր խոսքով։ Նրա ձայնն այլևս վախեցած երեխայի ձայն չէր։ Այնտեղ մի ուրիշ բան կար, մի բան, որը Հովսեփ Պետրոսյանը պետք է որ տեսած զարգացրած լիներ այդ զրույցներում։ Ես չգիտեմ, թե ինչպես կառավարել ընկերություն։ Չգիտեմ, թե ինչպես գործարքներ կնքել։ Չգիտեմ, թե ինչպես աղյուսակներ կազմել։ Բայց ես մի բան գիտեմ, որը դուք չգիտեք։ Ինչ, Արմենը գրեթե թքեց բառը։ Ես գիտեմ, թե ինչպես մարդկանց հետ վարվել որպես մարդկանց։ Այդ արտահայտության ազդեցությունը վիսցերալ էր։ Ներկաներից շատերը հայացքները փախցրին։ Մյուսները շուրթերը սեղմեցին։ Այդ երեխան հենց նոր բարոյականության դաս տվեց տասնամյակների փորձ ունեցող գործադիրներին։ Մահվանից առաջ, շարունակեց պարոն Հենրիկը, պարոն Հովսեփ Պետրոսյանը կոնկրետ հրահանգներ թողեց։ Նա խնդրեց, որ Գագիկն այսօր այստեղ գա ճիշտ այնպես, ինչպես կա։ Առանց նոր հագուստի, առանց նախապատրաստության, առանց զգուշացման։ Ուզում էր, որ դուք բոլորդ նրան նախ տեսնեք այնպիսին, ինչպիսին նա կա, աղքատ տղա, առանց կարգավիճակի, առանց տեսանելի իշխանության։ Ուզում էր իմանալ, թե ինչպես կզերեյգեիք։ Ուզում էր ստուգել, թե այս ընկերությունում մարդիկ կան, թե պարզապես փող աշխատող մեքենաներ։ Դահլիճում մահացու լռություն տիրեց։ Անհնա էր չզգալ մեղադրանքի ծանրությունը։ Այնտեղ գտնվող յուրաքանչյուրը հստակ գիտեր, թե ինչպես է արձագանքել Գագիկին տեսնելիս։ Յուրաքանչյուրն այժմ կրում էր իր սեփական դաժանության ամոթը։ Եվ այս գնահատականի հիման վրա եզրափակեց պարոն Ֆերդինանդը, պարոն Գագիկը, խնամակալական խորհրդի իր շահերը ներկայացնող իրավաբանական գրասենյակի հավանությամբ, կկայացնի իր առաջին վարչական որոշումները։ Դրանցից առաջինը սա է, աշխատանքից ազատվում են, անհապաղ ուժի մեջ մտնելով առանց պայմանագրային փոխհատուցումների իրավունքի, հիմնավոր պատճառով, հետյալ աշխատակիցները։ Նա բացեց մեկ այլ թղթապանակ, սկսեց անուններ կարդալ։ Արմեն Թադոսյան, գլխավոր տնօրեն, խտրական վարքի մասնագիտական էթիկայի բացակայության համար։ Կարինե Մելիքյան, ընդունարանի աշխատակից, նույն պատճառով։ Ռոբերտ Ֆիգեյրեդո, գործառնությունների ղեկավար, անպատշաճ վարքի համար։ Եվ 7 անուններ կարդացվեցին, մեկը մյուսի հետից, յուրաքանչյուրը այն մարդկանցից, ովքեր վերջին ժամերին ծաղրել, ծիծաղել, նվաստացրել էին Գագիկին։ Քաոս սկսվեց։ Ճիչեր, բողոքներ, դատական հայցերի սպառնալիքներ։ Արմեն Թադոսյանը ոտքի կանգնեց, կարմրած, պարանոցի երակները ուռած։ Սա այսպես չի մնա։ Ես 20 տարի եմ աշխատել այստեղ։ Ես այս ընկերությունը կառուցել եմ Հովսեփ Պետրոսյանի հետ միասին։ Դուք չեք կարող ինձ այսպես նվաստացնել։ Դուք կառուցել եք ընկերությունը, ասաց Գագիկը, բայց մոռացել եք կառուցել բնավորությունը։ Պարոն Հովսեփն ինձ պատմել է։ Պատմել է, թե ինչպես էիք վարվում ամենահասարակ աշխատակիցների հետ։ Ինչպես էիք գոռում մաքրության թիմի վրա։ Ինչպես էիք նվաստացնում քարտուղարուհիներին։ Ինչպես էիք հարգում միայն նրանց, ովքեր փող կամ իշխանություն ունեին։ Նա ամեն ինչ գիտեր։ Եվ սպասում էր ճիշտ պահին, դա փոխելու համար։ Բառերը Գագիկից դուրս էին գալիս իր տարիքի համար սարսափելի հասունությամբ։ Դրանք միայն երեխայի խոսքեր չէին։ Դրանք Հովսեփ Պետրոսյանի ուսմունքներն էին, նրանց ունեցած զրույցները, կյանքի դասերը, որոնք մի իմաստուն մարդ փոխանցել էր սովորելու պատրաստ տղային։ Բոլոր աշխատանքից ազատվածներին ուղեկցեցին դահլիճից դուրս կանչված անվտանգության աշխատակիցները։ Արմեն Թադոսյանը դուրս եկավ, գոռալով, որ բոլորին դատի կտա։ Կարինեն դուրս եկավ լաց լինելով, ոչ թե տխրությունից, այլ զայրույթից։
Երբ դահլիճը վերջապես դատարկվեց վտարվածներից, մնացին միայն 8 գործադիր, խորհրդի 3 անդամ, Անահիտը, իհարկե, Գագիկը։ Պարոն Հենրիկը դիմեց մնացածներին. «Դուք մնացիք, որովհետև չմասնակցեցիք նվաստացմանը։ Ոմանք այդ պահին ներկա չլինելու պատճառով, մյուսները պարզապես լուռ մնալու։ Ձեր լռությունը հերոսական չէր, բայց գոնե դաժան չէր։ Դուք հնարավորություն կունենաք ապացուցելու, որ արժանի եք այստեղ լինելու»։ Եվ հետո փաստաբանը նայեց Անահիտին, որը կծկվել էր իր անկյունում, դեռ փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ «Իսկ դուք, տիկին Անահիտ Սարգսյան, այլ վերաբերմունքի կարժանանաք»։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Սարգսյան։ Մի՞թե իմացել էին։ Մի՞թե ինչ-որ մեկը նկատել էր։ Դուք, շարունակեց պարոն Հենրիկը, այս ընկերության միակ մարդն էիք, որը Գագիկի հետ վարվեց որպես մարդու։ Միակը, որը բարության ժեստ առաջարկեց, նույնիսկ իմանալով, որ կարող է նկատողություն ստանալ։ Այդ պատճառով, հետելով Բ. Արոն Հովսեփ Պետրոսյանի թողած հրահանգներին, եթե հենց այսպիսի բան տեղի ունենար, դուք նշանակվում եք մարդկային ռեսուրսների տնօրեն, պաշտոնին համապատասխան աշխատավարձով այս ընկերության աշխատակիցների հետ վարվելու ողջ քաղաքականությունը վերակառուցելու ինքնավարությամբ։ Անահիտը չկարողացավ զսպել իրեն։ Փլվեց արցունքների մեջ։ Դրանք պարզ ուրախության արցունքներ չէին։ Դրանք թեթացման ազատագրման արցունքներ էին տարիներ շարունակ նվաստացումներ կրելու, անտեսանելի լինելու, առանց ճանաչման կրկնակի աշխատելու, հիվանդ մորը մի աշխատավարձով պահելու, որը հազիվ էր բավարարում հաշիվները փակելու համար։ Եվ հիմա, մի ակնթարթում, ամեն ինչ փոխվել էր։ Շնորհակալ եմ, կարողացավ նա մրմնջալ հեկեկոցների միջից։ Շատ շնորհակալ եմ։ Ինձ մի շնորհակալություն հայտնիր, ասաց Գագիկը, քայլելով նրա մոտ։ Շնորհակալություն հայտնիր ինքդ քեզ։ Այս վայրում մարդկայնությունը չկորցնելու համար։ Հաջորդ օրերը հորցանուտ էին։ Լուրը ընկերությունում տարածվեց չոր խոտի վրա կրակի պես։ Ամբողջ միջանցքները խոսում էին այն տղայի մասին, որը ժառանգել է։ Մի կայսրություն։ Որոշ աշխատակիցներ հույսով էին լցված, կարծելով, որ վերջապես արդարություն կլինի այդ թունավոր միջավայրում։ Մյուսները սարսափած էին, վախենալով, որ իրենք կլինեն հաջորդը, ովքեր կընկնեն։ Եվ կային նրանք, ովքեր լուռ պլաններ էին կազմում, մտածելով, թե ինչպես կարող են երեխային մանիպուլյացիայի ենթարկել իրենց սեփական շահերի համար։ Գագիկը անմիջապես չվերադարձավ ընկերություն։ Պարոն Հենրիկը բացատրեց, որ նրան ժամանակ է պետք նոր իրականությանը հարմարվելու համար։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Հովսեփ Պետրոսյանը մանրամասն պլան էր թողել։ Գագիկը պետք է սովորեր, մեծանար։ Նա կունենար լավագույն մասնավոր ուսուցիչները, կհասկանար բիզնեսը, ֆինանսները, մարդկանց կառավարումը։ Բայց երբեք չէր կորցնի իր էությունը։ Երբեք չէր մոռանա, թե որտեղից է եկել։ Մինույն ժամանակ Գագիկի ընտանիքը տեղավորվեց Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի հարմարավետ տանը։ Դա առանձնատուն չէր, Հովսեփ Պետրոսյանը կոնկրետ էր եղել այդ հարցում։ Ուզում էր հարմարավետություն, ոչ թե ցուցամոլություն։ Ուզում էր, որ նրանք արժանապատվություն ունենան, ոչ թե կախվածություն։ Գագիկի հայրը, պարոն Գորգը, 45 տարեկան մի մարդ, փողոցներում այդքան աշխատելուց կոշտացած ձեռքերով, լաց եղավ, երբ տեսավ տունը։ Տիկին Գայանեն, նրա կինը, չէր կարողանում հավատալ, որ իրենք ունեն իրենց սեփական լոգարանը, իսկական խոհանոց, փափուկ մահճակալներով ննջասենյակներ։ 7 տարվա մեջ առաջին անգամ Գագիկը քնեց մահճակալի վրա։ Եվ երազում տեսավ Հովսեփ Պետրոսյանին, այն մարդուն, որը փոխել էր իր կյանքը ոչ թե փողով, այլ հարգանքով։ Մինչդեռ այդ ժամանակավոր խաղաղության պղպջակից դուրս, իրական աշխարհը սկսեց արձագանքել։ Արմեն Թադոսյանը լուրջ չընդունեց աշխատանքից ազատումը։ Փաստաբաններ գտավ, հարցազրույցներ տվեց սենսացիոն հաղորդումների, պնդելով, որ խաբեության զոհ է դարձել, որ այդ ժառանգությունը կեղծ է, որ երեխային մանիպուլյացիայի են ենթարկում։ Լրատվամիջոցները բաժանվեցին։ Որոշ թերթեր պատմությունը ներկայացրին որպես ժամանակակից հեքիաթ։ Մյուսները այն նկարագրեցին որպես կորպորատիվ սկանդալ, կանխատեսելով Պետրոսյան խումբի անխուսափելի սնանկացումը։ Եթե դուք լինեիք Անահիտի տեղում, կառաջարկեիք Գագիկին ջուր, նույնիսկ իմանալով, որ կարող եք նկատողություն ստանալ, թե կմնայիք լուռ, ինչպես մյուսները։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Փոքր բաժնետերերը սկսեցին շարժվել։ Միջազգային զանգեր կատարվեցին։
Գաղտնի հանդիպումներ տեղի ունեցան հայելապատ գրասենյակներում։ Կային հզոր մարդիկ, որոնց դուր չէր գալիս այդ փոփոխությունը։ Ոչ թե որովհետև կասկածում էին կոնկրետ Գագիկին, այլ որովհետև ղեկավար պաշտոնում երեխան անկայունություն էր ստեղծում։ Իսկ անկայունությունը վատ էր բիզնեսի համար։ Անահիտը, այժմ որպես մարդկային ռեսուրսների տնօրեն, գրեթե անհնարին առաքելություն ուներ առջում։ Պետք է վերակառուցել մի ամբողջ կորպորատիվ մշակույթ, որը հիմնված էր խիստ հիերարխիայի դաժան մրցակցության վրա, դարձնել այն ավելի մարդկային։ Եվ նա դիմադրության հանդիպեց ամեն անկյունում։ Հին մենեջերները հրաժարվում էին ընդունել նրա հրամանները, ասելով, որ նա պարզապես նախկին օգնական է։ Վետերան աշխատակիցները բոյկոտում էին հանդիպումները։ Կար մի կոնկրետ խումբ, որը ղեկավարում էր Հասմիկ Ռոստոմյանը, ֆինանսական տնօրեն, որը ամեն կերպ փորձում էր խափանել Անահիտի յուրաքանչյուր նախաձեռնություն։ Հասմիկը մոտ 50 տարեկան մի կին էր, էլեգանտ, հաշվենկատ, ֆինանսական շուկայում 30 տարվա փորձով։ Նա եղել էր Հովսեփ Պետրոսյանի աջ ձեռքը իրեն համարում էր ընկերության իսկական բնական իրավահաջորդը։ Գագիկի գալուստը անձնական վիրավորանք էր։ Իսկ Անահիտը, նրա կարծիքով, պարզապես մի կողմնակի անձ էր, որի բախտը բերել էր։ Տնօրենների խորհրդի նիստում, շրջադարձից 2 շաբաթ անց, Հասմիկը հստակեցրեց իր դիրքորոշումը։ Այս մարդկային արժորման քաղաքականությունը գեղեցիկ է թղթի վրա, բայց հաշիվներ չի վճարում, ասաց նա սառը վերահսկվող ձայնով։ Մենք ունենք կատարելու ժամկետներ, հասնելու նպատակներ, բավարարելու ներդրողների։ Չենք կարող ժամանակ կորցնել կորպորատիվ սենտիմենտալիզմի վրա։ Սա սենտիմենտալիզմ չէ, հակադարձեց Անահիտը, փորձելով հանգստություն պահպանել։ Սա արժանապատիվ վերաբերմունք է։ Հարգված աշխատակիցներն ավելի լավ են աշխատում, ավելի շատ են արտադրում, ավելի երկար են մնում ընկերությունում։ Այստեղ կադրերի հոսունությունը արեկան 60% էր։ Դա թանկ արժե։ Եվ ինչ ես առաջարկում, Հասմիկը հեգնանքով ժպտաց։ Որ մենք ամեն օր գրկենք աշխատակիցներին։ Որ խոսակցության շրջանակներ կազմակերպենք։ Առաջարկում եմ, որ մենք դադարենք մարդկանց հետ վարվել որպես թվերի։ Որ մենք լսենք նրանց կարիքները, նրանց դժվարությունները, նրանց գաղափարները։ Որ մենք ստեղծենք մի միջավայր, որտեղ տաղանդը գնահատվի անկախ ազգանունից կամ արտաքինից։ Գեղեցիկ ելույթ։ Բայց դա իրական աշխարհում չի աշխատում։ Աշխատեց պարոն Հովսեփ Պետրոսյանի համար, երբ նա 90-ականներին փրկեց ընկերությունը գրեթե սնանկացումից, հենց լավ վարվելով աշխատակիցների հետ ստեղծելով հավատարմություն։ Հաջորդած լռությունը լարված էր։ Անահիտը դիպուկ էր խոսել։ Այնտեղ բոլորը գիտեին այդ պատմությունը։ Հովսեփ Պետրոսյանը ժառանգել էր փլուզման եզրին գտնվող, պարտքերի մեջ խրված, անմոտիվացված աշխատակիցներով մի ընկերություն։ Եվ հենց մարդկային արժորման քաղաքականությունն էր, որ շրջեց իրավիճակը։ Պարզապես ժամանակի ընթացքում, աճի հետ, Արմեն Թադոսյանի նման գործադիրների գալով, այդ էությունը կորել էր։ Եվ հիմա Գագիկը փորձում էր այն վերականգնել։ Հասմիկն այլս չհակադարձեց։ Բայց հայացքը, որը նա նետեց Անահիտին, զուտ պատերազմի հայտարարություն էր։ Մինչ ներքին լարվածությունը եռում էր, Գագիկը պատրաստվում էր։ Նա սովորում էր առավոտյան, ցերեկը, գիշերը։ Մաթեմատիկա, հայերեն, անգլերեն, պատմություն, աշխարհագրություն։ Բայց նա տնտեսագիտություն, կառավարում, բանակցություններ, առաջնորդություն։ Նա մասնավոր դասեր էր ստանում ամենաբարձր մակարդակի ուսուցիչներից, բայց երբեք չկորցրեց համեստությունը։ Շարունակում էր լինել այն տղան, որն օգնում էր մորը տանը, որը գնդակ էր խաղում փողոցում, որը դռնապանին անունով էր բարում։ Մի օր, պաշտոնապես հիմնական բաժնետեր դառնալուց 3 շաբաթ անց, Գագիկը խնդրեց այցելել ընկերություն։ Ուզում էր ծանոթանալ կուլիսներին, այն հարկերին, որոնք ոչ ոք չի տեսնում, այն մարդկանց, որոնք ամեն ինչ անում են, բայց երբեք չեն երում։ Պարոն Հենրիկը կազմակերպեց զուսպ այց։ Գագիկը սկսեց նկուղից։ Այնտեղ էին մաքրության աշխատակիցների հանդերձարանները, առաքիչների սենյակը, նյութերի պահես։ Մարդիկ վախեցան, երբ տեսան տղային գալիս, ուղեկցությամբ կոստյումով փաստաբանի։ Չգիտեին ինչպես արձագանքել։ Բայց Գագիկը ուղիղ էր, առանց արարողությունների։ Բարի օր։ Իմ անունը Գագիկ է։ Հաճելի է։ Եվ սեղմում էր յուրաքանչյուրի ձեռքը։
Հարցնում էր անունը, թե որքան ժամանակ են աշխատում այնտեղ, լավ են, թե ինչ-որ բանի կարիք ունեն։ Մաքրության աշխատակից մի կին, տիկին Լուսինեն, մոտ 60 տարեկան, սկսեց լաց լինել, երբ Գագիկը հարցրեց նրա ընտանիքի մասին։ Ոչ ոք երբեք այդ հարցը չէր տվել։ 15 տարի այնտեղ աշխատելու ընթացքում ոչ ոք երբեք նրա հետ որպես մարդու չէր վարվել։ Դուք երեխաներ ունեք, հարցրեց Գագիկը։ 3 ունեմ, տղաս։ 2-ն արդեն մեծ են, աշխատում են։ Իսկ կրտսերը գիշերային համալսարան է հաճախում։ Ինչ հպարտություն։ Դուք պետք է շատ ուժեղ լինեք, որ 3 երեխա եք մեծացրել այդքան շատ աշխատելով։ Տիկին Լուսինեն այլս չկարողացավ զսպել իրեն։ Գրկեց Գագիկին, արցունքներով թրջելով նրա ուսը։ Շնորհակալ եմ, տղաս։ Շնորհակալ եմ, որ ինձ տեսար։ Գագիկը ժամեր անցկացրեց, զրուցելով յուրաքանչյուր աշխատակցի հետ։ Գրի էր առնում անուններ, պատմություններ, կարիքներ։ Բացահայտեց, որ մաքրության թիմի աշխատավարձը սառեցված էր 3 տարի։ Բացահայտեց, որ առաքիչները չունեին համապատասխան անվտանգության սարքավորումներ։ Բացահայտեց, որ ճաշարանի խոհանոցում աշխատող կանայք արտաժամյա էին աշխատում առանց վարձատրության։ Գագիկի ընկերության կուլիսներ այցելելու հաջորդ առավոտյան Անահիտը վաղ եկավ գրասենյակ, ձեռքին մի ցուցակ։ Դա Գագիկի կողմից բացահայտված անհապաղ իրականացման ենթակա հրատապ փոփոխությունների ցուցակն էր։ Աշխատավարձի բարձրացում մաքրության թիմի համար, անվտանգության սարքավորումներ առաքիչների համար, արտաժամյա աշխատանքի ճիշտ վճարում, հանդերձարանների պայմանների բարելավում։ Այս ամենը, իհարկե, փող կարժենար, բայց դա արժանապատվության մեջ ներդրված փող էր։ Նա արտահերթ նիստ հրավիրեց տնօրենների հետ։ Երբ ներկայացրեց առաջարկները, դահլիճի լռությունը խախտվեց 4 ծիծաղով։ Հասմիկ Ռոստոմյանը փակեց թերթած թղթապանակը արամարանքով նայեց Անահիտին։ Դու կատակում ես, չէ՞, ասաց Հասմիկը, հեգնանքով լի ձայնով։ Մենք բարձրացնելու ենք մաքրության աշխատակիցների աշխատավարձը։ Նոր սաղավարտ գնենք առաքիչի համար։ Մինչդեռ մենք ունենք 3 ուշացած նախագիծ 2 միջազգային հաճախորդ, որոնք սպառնում են խզել պայմանագիրը, քանի որ չեն վստահում երեխայի կողմից ղեկավարվող ընկերությանը։ Նրանք մարդիկ են, Հասմիկ։ Մարդիկ, որոնք ամեն օր աշխատում են այստեղ, որոնք ստիպում են այս ընկերությանը գործել։ Նրանք աշխատակիցներ են։ Եվ աշխատակիցներն ունեն գործառնական ծախս, որը պետք է կառավարվի։ Դու ուզում ես սա դարձնել հկ։ Որովհետև ես կարող եմ քեզ երաշխավորել, որ 6 ամսից մենք սնանկ կլինենք, եթե շարունակենք այս մտածելակերպով։ Քննարկումը սրվեց։ Այլ տնօրեններ իրենց դիրքորոշումը հայտնեցին, ոմանք Հասմիկի կողմից, մյուսները փորձելով միջնորդել, քչերն էին բացահայտ աջակցում Անահիտին։ Հանդիպումն ավարտվեց առանց համաձայնության, բայց մի բան պարզ էր, ներքին պատերազմ էր սկսվում, Հասմիկը վճռական էր հաղթելու։ Հաջորդ օրերին տարօրինակ բաներ սկսեցին տեղի ունենալ։ Կարևոր փաստաթղթեր էին անհետանում։ Հանդիպումները չեղարկվում էին առանց զգուշա։ Ցման աշխատակիցները, որոնք բացահայտ խոսել էին Գագիկի հետ, սկսեցին տեղափոխվել ավելի քիչ կարևոր բաժիններ։ Դա նուրբ դիվերսիա էր, դժվար ապացուցելի, բայց անհնար անտեսել։ Անահիտը փորձեց ուղղակիորեն խոսել Հասմիկի հետ։ Առանձին հանդիպում նշանակեց, առանց վկաների։ Երկուսը նստեցին մի փոքր սենյակում, դեմ առ դեմ, միայն մի սեղան նրանց միջ։ Ինչու ես դա անում, հարցրեց Անահիտը, հոգնած շրջանցումներից։ Ինչու ես խափանում փոփոխությունները։ Դու աշխատել ես պարոն Հովսեփ Պետրոսյանի հետ։ Դու գիտես, որ նա դա էր ուզում։ Ես աշխատել եմ Հովսեփ Պետրոսյանի հետ, երբ նա ողջ էր, պատասխանեց Հասմիկը սառը։ Եվ նա ուներ հասունություն, փորձ, շուկայի տեսլական։ Այս տղան կարող է ճիշտ տեղում սիրտ ունենալ, բայց սիրտը աշխատավարձ չի վճարում, Անահիտ։ Ճշմարտությունը ուզում ես իմանալ։ Ես իմ կյանքն եմ տվել այս ընկերությանը։ 30 տարի։ Զոհաբերել եմ ամուսնություն, երեխաներ, առողջություն։ Եվ հիմա մի երեխա, որը հազիվ իր անունն է կարողանում գրել, գալիս է փոխում այն ամենը, ինչ ես օգնել եմ կառուցել։ Իսկ դու, որ 3 ոչ ոք։ Էիր, այսօր ուզում ես ինձ հրամաններ տալ։ Ոչ։ Դա տեղի չի ունենա։ Սա քո կամ իմ մասին չէ։ Սա ճիշտն անելու մասին է։ Ճիշտ ո՞մ համար։ Այն տղայի, որն ուզում է իրեն բարի զգալ։
Մինչդեռ մրցակիցները ծիծաղում են մեր վրա, ներդրողները կորցնում են վստահությունը, իսկապես կարևոր աշխատակիցները ուրիշ տեղ են աշխատանք փնտրում։ Դու կործանում ես այս ընկերությունը, Անահիտ։ Եվ երբ այն խորտակվի, դու կլինես պատասխանատուն։ Հասմիկի խոսքերն օրեր շարունակ արձագանքում էին Անահիտի գլխում։ Եվ ճշմարտությունն այն էր, որ նրա մի մասը վախենում էր։ Վախենում էր սխալվելուց։ Վախենում էր միամիտ լինելուց։ Վախենում էր, որ Հասմիկը ճիշտ է, որ այդ փոփոխություններն իսկապես կկործանեն ամեն ինչ։ Բայց հետո նա հիշում էր տիկին Լուսինեին, որը լաց էր լինում, քանի որ ինչ-որ մեկը վերջապես հարցրել էր նրա կյանքի մասին։ Հիշում էր առաքիչներին, որոնք ժպտում էին, երբ նոր սարքավորումներ էին ստանում։ Հիշում էր Գագիկին, 7 տարեկան մի երեխայի, որը մարդկայնություն էր սովորեցնում մեծահասակներին, որոնք մոռացել էին այդ բառի իմաստը։ Մինչդեռ կորպորատիվ հակամարտություններից հեռու, Գագիկը շարունակում էր իր ուսման առօրյան։ Բայց մի բան կար, որ նրան անհանգստացնում էր։ Ամեն գիշեր, քնելուց առաջ, նա նայում էր Հովսեփ Պետրոսյանի լուսանկարին, որը պահում էր գիշերասեղանին։ Դա պարզ լուսանկար էր, արված կամրջի տակ ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ։ Հովսեփ Պետրոսյանը նստած էր գետնին, Գագիկի կողքին, երկուսն էլ ժպտում էին։ Դա միակ լուսանկարն էր, որ նրանք միասին ունեին։ Ինչու եք ինձ ընտրել, ցածր ձայնով հարցնում էր Գագիկը, կարծես լուսանկարի մարդը կարող էր պատասխանել։ Ինչու եք այդքան պատասխանատվություն դրել իմ ուսերին։ Նրա հայրը, Գորգը, երբեմն լսում էր այդ գիշերային խոսակցությունները։ Այդ օրերից մեկում նա մտավ սենյակ, նստեց որդու մահճակալի եզրին։ Նա քեզ ընտրեց, որովհետև քո մեջ տեսավ այն, ինչ շատ մարդիկ կորցրել են, տղաս։ Տեսավ բարություն։ Տեսավ քաջություն։ Տեսավ մեկին, ով դեռ հավատում է, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել։ Բայց ես չգիտեմ, կկարողանա՞մ, հայրիկ։ Ես ընդամենը երեխա եմ։ Այնտեղ մեծ մարդիկ կան, որոնք ինձանից շատ ավելին գիտեն։ Մեծ մարդիկ կան, որոնք շատ բան գիտեն բիզնեսից, բայց մոռացել են, թե ինչպես վարվել մարդկանց հետ։ Իսկ ի վերջո, ընկերությունը մարդկանցից է կազմված։ Մնացածը ժամանակի ընթացքում կսովորես։ Բայց կարևոր մասը, այն, որն իսկապես տարբերություն է ստեղծում, դու արդեն գիտես։ Գագիկը գրկեց հորը, զգալով այն ուժեղ ձեռքերի անվտանգությունը, որոնք այդքան շատ էին աշխատել իրեն ընտանիքին նվազագույն արժանապատվություն տալու համար։ Եվ հասկացավ, որ Հովսեփ Պետրոսյանը նրանց տվել էր ոչ միայն նյութական հարստություն, այլ հնարավորություն, ապացուցելու, որ մարդկայնությունն ավելի արժեքավոր է, քան ցանկացած կարողություն։ Վերադառնալով ընկերություն, իրավիճակը հասնում էր կրիտիկական կետի։ Հասմիկը կարողացել էր համոզել վարչական խորհրդի մի մասին, որ փոփոխությունները վնասում են բիզնին։ Նրանք արտահերթ նիստ նշանակեցին, հրավիրելով բոլոր բաժնետերերին, ներառյալ Գագիկին։ Դա ծուղակ էր, Անահիտը դա գիտեր։ Նրանք քեզ վրա կհարձակվեն, նա զգուշացրեց Գագիկին նիստից 1 օր առաջ։ Կցուցադրեն թվեր, գրաֆիկներ, կասեն, որն ընկերությունը փող է կորցնում քո որոշումների պատճառով։ Կփորձեն քեզ ներկայացնել որպես անհասուն, անկարող։ Իսկ դու կարծում ես, որ նրանք ճիշտ են, հարցրեց Գագիկն այն անհանգստացնող հանգստությամբ, որն ուներ։ Կարծում եմ, որ թվերը կարելի է մանիպուլյացիայի ենթարկել, ցանկացած բան ասելու համար։ Բայց ոչ, ես չեմ կարծում, որ նրանք ճիշտ են։ Ընկերությունը փող չի կորցնում։ Վերջին երամսյակի շահույթը ընդամենը 3%-ով էր ցածր նախորդից, դա միջազգային ճգնաժամի պատճառով էր, որն ազդել էր ամբողջ ոլորտի վրա։ Դա ոչ մի կապ չունի քո կատարած փոփոխությունների հետ։ Ուրեմն մենք կգնանք նիստին, ցույց կտանք ճշմարտությունը։ Նիստի օրը դահլիճը լեփ-լեցուն էր։ Բացի սովորական տնօրեններից կային փոքր բաժնետերեր, օտարերկրյա ներդրողների ներկայացուցիչներ, փաստաբաններ, խորհրդատուներ։ Գագիկը ժամանեց պարոն Հենրիկի Անահիտի ուղեկցությամբ։ Նա հագել էր պարզ, բայց պատշաճ հագուստ, դասական տաբած սպիտակ վերնաշապիկ։ Նա դեռ տեսանելիորեն երեխա էր, բայց մի ուրիշ բան կար նրա քայլվածքում։ Վստահություն։ Ոչ թե ամբարտավանություն, այլ հանգիստ վստահություն մեկի, ով գիտի, թե ինչ է անում։ Հասմիկը սկսեց ներկայացումը։ Օգտագործեց բարդ գրաֆիկներ, տեխնիկական տերմիններ, թվեր, որոնք բարձրանում իջնում էին գունավոր կորերով։
Նկարագրեց ապոկալիպտիկ պատկեր, նոր ղեկավարներից անմոտիվացված աշխատակիցներ, ղեկավարության փոփոխությունից անվստահ հաճախորդներ, կապիտալը հանող ներդրողներ, թուլությունից օգտվող մրցակիցներ։ Այս ամենը եզրափակեց նա մատնացույց անելով Գագիկին, ուղղակի հետանք է հուզական որոշումների, որոնք կայացվել են առանց շուկայի իրականությունները հաշվի առնելու։ Ամբողջ հարգանքով պարոն Հովսեփ Պետրոսյանի ժառանգության նկատմամբ, ակնհայտ է, որ երեխան ունակ չէ կառավարելու այսպիսի մասշտաբի կորպորացիա։ Առաջարկում եմ, որ խորհուրդը ստանձնի գործադիր վերահսկողությունը, մինչ հիմնական բաժնետերը հասնի չափահասության կարողանա պատշաճ կերպով կրթվել գործարար պրակտիկաներում։ Դա քողարկված անվստահության հայտարարություն էր։ Եթե հաստատվեր, Գագիկը կպահպաներ բաժնետոմսերը, բայց որոշում կայացնելու իրավունք չէր ունենա։ Կլիներ թագավոր առանց թագի։ Մի քանի բաժնետերեր սկսեցին համաձայնվել։ Նրանցից մեկը, Եվրոպական ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչ, ձեռքը բարձրացրեց, խոսեց ուժեղ շեշտադրությամբ հայերենով։ Սա խելամիտ առաջարկ է։ Տղան կարող է սովորել, բայց սովորելը ժամանակ է պահանջում։ Իսկ ժամանակը փող է։ Մեկ այլ բաժնետեր, սուպերմարկետների ցանցի սեփականատեր, որը գործընկերություն ուներ Պետրոսյան խումբ-ի հետ, ավելացրեց. Ոչ մի բան չունենք տղայի դեմ, բայց մենք նա պատասխանատվություն ունենք մեր հարյուրավոր աշխատակիցների առջ։ Եթե այս ընկերությունը խորտակվի, շատ մարդիկ աշխատանք կկորցնեն։ Չի կարելի ռիսկի դիմել։ Ալիքը շրջվում էր Գագիկի դեմ։ Անահիտը փորձեց միջամտել, ներկայացնելով իրական թվերը, ցույց տալով, որ ընկերությունը չի խորտակվում, որ փոփոխությունները կայուն են։ Բայց Հասմիկը հակադարձեց յուրաքանչյուր կետին, խեղաթյուրելով տվյալները, օգտագործելով վախն ու անորոշությունը որպես զենք։ Հենց այդ պահին Գագիկը ոտքի կանգնեց։ Ամբողջ դահլիճը լռեց։ Բոլորի ուշադրությունն ուղղվեց այն փոքրիկ երեխային, որը կանգնած էր հսկայական սեղանի կողքի։ Կարող եմ խոսել, հարցրեց նա բարակ, բայց հաստատուն ձայնով։ Իհարկե, ասաց խորհրդի նախագահը, Ալբերտ Ֆարսյան անունով սպիտակ մազերով մի պարոն։ Համեցեք։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Նայեց դահլիճի յուրաքանչյուր մարդու։ Եվ սկսեց խոսել։ Դուք ճիշտ եք։ Ես երեխա եմ։ Ես չգիտեմ այն ամենը, ինչ դուք գիտեք։ Թանկ համալսարանում չեմ սովորել, ՄԲ չեմ արել, շուկայի փորձ չունեմ։ Բայց ես մի բան գիտեմ։ Ես գիտեմ, թե ինչ է սոված քնելը։ Ես գիտեմ, թե ինչ է արթնանալ, չիմանալով, օրվա ընթացքում ուտելիք կլինի, թե ոչ։ Ես գիտեմ, թե ինչ է, երբ քեզ հետ վարվում են որպես աղբի, միայն այն պատճառով, որ հագուստդ պատռված է։ Եվ ես նա գիտեմ, որ այստեղ ներսում մարդիկ կան, մարդիկ, որոնք ամեն օր ստիպում են այս ընկերությանը գործել, որոնք հստակ գիտեն, թե դա ինչ է։ Իսկ դուք, որ նստում եք այս գեղեցիկ սենյակում, օթորակիչով, ներկրված սուրճով, երբեք չեք կանգնել նրանց լսելու համար։ Ներկաներից ոմանք սկսեցին անհարմար շարժվել։ Գագիկը շարունակեց. Պարոն Հովսեփն ինձ մի պատմություն պատմեց։ Նա ասաց, որ երբ այս ընկերությունը գրեթե սնանկանում էր, այնտեղ 90-ականներին, գիտեք ինչը փրկեց։ Ոչ թե մարդկանց կրճատելը։ Ոչ թե աշխատավարձը նվազեցնելը։ Հենց հակառակը։ Աշխատավարձը բարձրացնելն էր, երբ ոչ ոք չէր կարծում, թե դա հնարավոր է։ Շահույթից մասնաբաժին տալն էր։ Աշխատակիցների հետ վարվելն էր որպես գործընկերների, ոչ թե մասերի։ Եվ աշխատակիցները նվիրվեցին գործին։ Կրկնակի աշխատեցին։ Փրկեցին ընկերությունը։ Պարոն Հովսեփը երբեք դա չմոռացավ։ Բայց դուք մոռացել եք։ Դուք, նա մատնացույց արեց Հասմիկին, ասում եք, որ ես հուզական որոշումներ եմ կայացնում։ Բայց ինչպիսի որոշումներ եք դուք կայացնում։ Որոշումներ, որոնք մոռանում են, որ յուրաքանչյուր թվի հետում կա մի մարդ, մի ընտանիք, մի պատմություն։ Դա պրոֆեսիոնալ լինել չէ։ Դա անմարդկային լինել է։ Հասմիկը կարմրեց, բայց չհակադարձեց։ Չկարողացավ։ Գագիկը հենց նոր մերկացրել էր մերկ ճշմարտությունը։ Ես չեմ ձացնի, թե ամեն ինչ գիտեմ, շարունակեց տղան։ Ես օգնության կարիք ունեմ, փորձառու մարդկանց կարիք ունեմ, շատ բան պետք է սովորեմ։ Բայց քանի դեռ ես այստեղ որոշում կայացնելու իրավունք ունեմ, այս ընկերությունը մարդկանց հետ կվարվի որպես մարդկանց։
Եվ եթե դրա պատճառով մենք փող կորցնենք, եթե դրա պատճառով ներդրողները հեռանան, եթե դրա պատճառով մրցակիցները ծիծաղեն մեր վրա, ոչինչ։ Որովհետև ի վերջո, կարևորը ոչ թե այն է, թե որքան փող ենք մենք կուտակում, այլ այն, թե որքան հարգանք ենք մենք կրում։ Դահլիճում լռությունը բացարձակ էր։ Ոչ ոք չգիտեր ինչ ասել։ Այդ 7 տարեկան տղան տվել է մարդկայնության մի դաս, որը աշխարհի ոչ մի մպետ չէր սովորեցնում։ Ալբերտ Ֆարսյանը, խորհրդի նախագահը, ոտքի կանգնեց։ Նա շուկայում հարգված մարդ էր, ավելի քան 40 տարվա փորձով։ Աշխատել էր Հովսեփ Պետրոսյանի հետ սկզբից ի վեր։ Եվ նրա աչքերը խոնավ էին։ Հովսեփը զանգեց ինձ մահվանից 3 օր առաջ, ասաց նա խեղդված ձայնով։ Պատմեց տղայի մասին։ Ասաց, որ գտել է մի յուրահատուկ մեկին։ Ես մտածեցի, որ նա զառանցում է, որ դեղերը ազդում են նրա գլխի վրա։ Բայց հիմա ես հասկանում եմ։ Նա չէր զառանցում։ Նա տեսնում էր այն, ինչ մենք բոլորս կորցրել ենք։ Ալբերտը նայեց մյուս բաժնետերերին։ Հասմիկին։ Միջազգային ներկայացուցիչներին։ Անվստահության հայտարարությունը մերժված է։ Գագիկ Սարգսյանը շարունակում է մնալ հիմնական բաժնետեր, որոշում կայացնելու իրավունքով։ Եվ ես անձամբ կաշխատեմ նրա կողքին երաշխավորելու համար, որ այս ընկերությունը լինի ոչ միայն շահութաբեր, այլ արդար։ Բաժնետերերից ոմանք բողոքեցին։ Եվրոպական ներկայացուցիչը սպառնաց վաճառել բաժնետոմսերը։ Սուպերմարկետների ցանցի սեփականատերն ասաց, որ կվերանայի գործընկերությունը։ Բայց կային մյուսները, լուր մեծամասնությունը, որոնք սկսեցին գլխով անել։ Իմաստ տեսնել։ Հասկանալ, որ գուցե այդ տղան ճիշտ է։ Հասմիկը դուրս եկավ սենյակից առանց մի բառ ասելու։ Նրա դեմքը զսպված զայրույթի դիմակ էր։ Նա պարտվել էր այդ ճակատամարտը, բայց ոչ պատերազմը։ Անահիտը դա գիտեր։ Գիտեր, որ Հասմիկը այդքան հեշտ չի հանձնվի։ Հաջորդող օրերին լարվածությունը մի փոքր նվազեց, բայց չանհետացավ։ Գագիկը շարունակեց իրականացնել փոփոխություններ, միշտ լսելով Ալբերտի այլ գործադիրների խորհուրդները, որոնք անկեղծորեն ուզում էին օգնել։ Նրանք ստեղծեցին կրթաթոշակային ծրագիր աշխատակիցների երեխաների համար։ Ստեղծեցին անանուն բողոքների ուղի, չարաշահման կամ խտրականության դեպքերի համար։ Ավելացրեցին ներդրումները վերապատրաստման զարգացման մեջ։ Եվ արդյունքները սկսեցին ելալ։ Աշխատակիցների հոսունությունը կտրուկ նվազեց։ Արտադրողականությունն աճեց։ Հաճախորդները, որոնք սկզբում անհանգիստ էին, սկսեցին գովաբանել ընկերության նոր մթնոլորտը։ Մի կարևոր թերթ դրական հոդված հրապարակեց Պետրոսյան խումբ-ի վերափոխում։ Ան մասին Գագիկին անվանելով Հայաստանի ամենաերիտասարդ ամենամարդկային գործադիր տնօրենը։ Բայց մինչ ոմանք տոնում էին, մյուսները դավադրություն էին կազմակերպում։ Հասմիկը չէր հանձնվել։ Ընդհակառակը, փոխել էր ռազմավարությունը։ Եթե չէր կարող ուղղակիորեն հարձակվել Գագիկի վրա, կհարձակվեր կողքերից։ Սկսեց բամբասանքներ տարածել։ Ասում էր, որ Անահիտը սիրավեպ ունի պարոն Հենրիկի հետ, որ որոշումները մանիպուլացվում են։ Ասում էր, որ Գագիկի ընտանիքը անպատասխանատու կերպով ծախսում է ժառանգության փողերը։ Ասում էր, որ Ալբերտ Ֆարսյանը ծերունական մարազմի մեջ է, դրա համար է աջակցում այդ խելագարությանը։ Բամբասանքները տարածվեցին վիրուսի պես։ Աշխատակիցները սկսեցին կասկածել։ Ներդրողները սկսեցին հարցեր տալ։ Լրատվամիջոցները, որոնք նախկինում համակրում էին, սկսեցին սենսացիոն հոդվածներ հրապարակել։ Մի բիզնես ամսագիր շապիկին հրապարակեց Գագիկի լուսանկարը վերնագիրը, երբ հույզերն են ղեկավարում բիզնեսը։ Պետրոսյան խումբ-ի ռիսկային փորձարկումը։ Անահիտը ուժասպառ էր։ Աշխատում էր օրական 12-14 ժամ, փորձելով պահել իրավիճակը, իրականացնել փոփոխությունները, հերքել բամբասանքները, հանգստացնել ներդրողներին։ Նրա մայրը, որն ապրում էր նրա հետ, առողջական վիճակը վատանում էր, նա հազիվ ժամանակ ուներ այցելելու։ Մի հատկապես դժվար գիշեր նա փլվեց դատարկ գրասենյակում, մենակ, լաց լինելով հոգնածությունից, հիասթափությունից։ Հենց այդ պահին Գագիկը հայտնվեց դռան մոտ։ Նա ուշ գիշերով եկել էր ընկերություն, քանի որ անկնություն ուներ, ուզում էր որոշ փաստաթղթեր տեսնել։ Երբ տեսավ Անահիտի գրասենյակի լույսը վառված, ներս մտավ։ Գտավ նրան սեղանին թեքված, ուսերը դողում էին զսպված հեկեկոցներից։
Անահիտ, ցածր կանչեց նա։ Նա վախեցավ, արագ սրբեց դեմքը, փորձեց իրեն հավաքել։ Գագիկ, ի՞նչ ես անում այստեղ այս ժամին։ Ես նույնը քեզ էի հարցնելու։ Նա փորձեց ժպտալ, բայց չկարողացավ։ Պարզապես փորձում եմ որոշ խնդիրներ լուծել։ Գագիկը մի աթոռ քաշեց նստեց նրա կողքին։ Դու հոգնել ես։ Դա հարց չէր։ Դա փաստի արձանագրում էր։ Անահիտը հոգոց հանեց խոստովանեց. Շատ։ Եվ վախենում եմ։ Վախենում եմ, որ Հասմիկը ճիշտ է։ Վախենում եմ, որ ամեն ինչ կործանում եմ։ Վախենում եմ հիասթափեցնել քեզ, պարոն Հովսեփին, բոլոր այն մարդկանց, որոնք վստահել են մեզ։ Դու ոչինչ չես կործանում։ Դու կառուցում ես։ Իսկ կառուցելը ավելի դժվար է, քան կործանելը։ Բայց եթե մենք ձախողվենք… Գագիկը մի պահ լռեց։ Հետո ասաց մի բան, որը Հովսեփ Պետրոսյանը մի անգամ ասել էր իրեն. Եթե մենք ձախողվենք, փորձելով ճիշտն անել, գոնե արժանապատվորեն կձախողվենք։ Դա ավելի լավ է, քան սխալն անելով հաջողության հասնելը։ Բառերը պարզ էին, բայց կրում էին խորը իմաստություն։ Անահիտը զգաց, թե ինչպես մի բան թեթացավ իր ներսում։ Դա կախարդական լուծում չէր, խնդիրները չէր անհետացնում։ Բայց ուժ էր տալիս շարունակելու։ Շնորհակալ եմ, ասաց նա անկեղծորեն։ Շնորհակալ եմ, որ հիշեցրիր, թե ինչու ենք մենք սա անում։ Գագիկը ժպտաց։ Մեզ մոտ կստացվի։ Իսկ գիտես ինչու։ Որովհետև մենք մենակ չենք։ Տիկին Լուսինեն մեզ համար աղոթում է։ Ալբերտը մեզ աջակցում է։ Աշխատա։ Կիցներ կան, որոնք նորից սկսել են հավատալ, որ աշխատանքը կարող է արժանապատիվ լինել։ Եվ կա պարոն Հովսեփը, որտեղ էլ որ նա լինի, մեզ հետում է։ Անահիտը նայեց այդ տղային, որն ավելի շատ իմաստություն ուներ, քան շատ մեծահասակներ։ Եվ իմացավ, որ նա ճիշտ է։ Նրանք մենակ չէին։ Եվ քանի դեռ ունեին իրար, քանի դեռ պահպանում էին մարդկայնությունը որպես կողմնացույց, հույս կար։ Բայց ամեն ինչ հույս չէր։ Հեռու, մի շքեղ պենթհաուսում, Հասմիկ Ռոստոմյանը միջազգային զանգ էր կատարում։ Գծի մյուս կողմում մի խորը հաշվենկատ ձայն պատասխանում էր արաբական շեշտադրությամբ անգլերենով։ Այսինքն, դու վստահ ես, որ կտակը օրինական է, հարցրեց ձայնը։ Ցավոք, այո։ Հովսեփի փաստաբանները շատ զգույշ են եղել։ Եվ եթե չենք կարող օրինականորեն վիճարկել, կվիճարկենք այլ կերպ։ Ինչպես։ Ես կապեր ունեմ մեր ամենամեծ հաճախորդներից մի քանիսի խորհրդում։ Կարող եմ ճնշում գործադրել, որպեսզի նրանք չեղարկեն պայմանագրերը։ Առանց դրամական հոսքի, տղան ստիպված կլինի բաժնետոմսեր վաճառել, գոյատելու համար։ Եվ երբ նա վաճառի, ես կգնեմ։ Ոչ բոլոր։ Միանգամից, այլ կամաց։ Մինչ վերահսկողություն ունենամ։ Իսկ ես ինչ կշահեմ դրանից։ Քո տեղը հետ։ Բայց այժմ որպես իմ ներկայացուցիչ, ոչ թե երեխայի ենթակա։ Հասմիկն անջատեց հեռախոսը գոհունակ ժպիտով։ Պլանը շարժման մեջ էր։ Հաջորդ շաբաթներին Պետրոսյան խումբի խոշոր հաճախորդները կսկսեն չեղարկել պայմանագրերը, մեկը մյուսի հետից, ինչպես ընկնող դոմինոներ։ Եվ երբ ֆինանսական ճնշումն անտանելի դառնա, Գագիկը ստիպված կլինի վաճառել բաժնետոմսերի մի մասը։ Դա ընդամենը ժամանակի հարց էր։ Բայց մինչ նա դավադրություն էր կազմակերպում, մի բան էր տեղի ունենում, որը նա չէր սպասում։ Մի բան, որը ոչ մի գրաֆիկ, ոչ մի ռազմավարական պլան, ոչ մի դավադրություն չէր կարող կանխատեսել, մարդիկ միավորվում էին։ Տիկին Լուսինեն Մաքրուհին, որին Գագիկը հանդիպել էր նկուղում, սկսեց խոսել այլ աշխատակիցների հետ։ Պատմեց, թե ինչպես են իր հետ վարվել, թե ինչպես 15 տարվա մեջ առաջին անգամ ինչ-որ մեկը հարցրել է իր կյանքի մասին։ Պատմությունը տարածվեց։ Հասավ առաքիչներին, խոհարարներին, անվտանգության աշխատակիցներին, տտմասնագե տներին, քարտուղարուհիներին։ Աշխատակիցները, որոնք երբեք իրար հետ չէին խոսել, սկսեցին զրուցել։ Եվ հայտնաբերեցին, որ ընդհանուր բան ունեն, բոլորն անտեսանելի էին եղել, մինչ Գագիկի գալը։ Լուրջ շարժում սկսեց աճել։ Դա կազմակերպված չէր, պաշտոնական առաջնորդ չուներ, պարզապես հավատարմության ընդհանուր զգացում էր։
Երբ մի թերթ հոդված հրապարակեց հարձակվելով Գագիկի վրա, ասելով, որ նրան մանիպուլյացիայի են ենթարկում, որ ընկերությունը ճգնաժամի մեջ է, հենց աշխատակիցներն էին, որ պատասխանեցին։ Նրանք խմբեր ստեղծեցին սոցիալական ցանցերում, կիսվեցին իրենց պատմություններով, ցույց տվեցին աշխատանքային պայմանների առաջ-հետո լուսանկարները։ Շարժումը ուժ հավաքեց։ Հեշթեգներ սկսեցին հայտնվել։ Գագիկ հերոս։ Մարդկայնությունը բիզնեսում։ Հարգանքը շահույթ է։ Լրատվամիջոցները, որոնք նախկինում հարձակվում էին, այժմ ստիպված էին լսել պատմության մյուս կողմը։ Հեռուստահաղորդումները աշխատակիցներին հրավիրեցին հարցազրույցների։ Տիկին Լուսինեն հայտնվեց մի առավոտյան հաղորդման մեջ, լաց լինելով պատմում էր, թե ինչպես էին իր հետ վարվել առա։ Ինչպես են վարվում հիմա։ Մի առաքիչ ցույց տվեց անվտանգության նոր սարքավորումները, ասաց, որ առաջին անգամ զգում է, որ իր կյանքը կարևոր է ընկերության համար։ Ճաշարանի խոհարարներից մեկը պատմեց, որ կարողացել է ատամնաբուժական բուժում ստանալ, քանի որ առողջապահական ապահովագրությունը բարելավվել էր։ Պատմություններն իրական էին, հուզիչ էին, անվիճելի էին։ Եվ սկսեցին փոխել պատմությունը։ Մինույն ժամանակ առաջին կարևոր հաճախորդը չեղարկեց պայմանագիրը։ Դա մի բաշխիչ ցանց էր, որը 10 տարի աշխատում էր Պետրոսյան խումբի հետ։ Պաշտոնական պատճառը ներքին վերակառուցումն էր, բայց բոլորը գիտեին ճշմարտությունը, արտաքին ճնշում։ Հասմիկը զուսպ ուրախացավ։ Դա առաջին ընկնող դոմինոն էր։ Անահիտը մտավ Գագիկի գրասենյակ լիովին հուսահատված։ Նա սովորում էր, երբ Անահիտը թակեց դուռը, շնչակտուր, փաստաթղթեր բռնած։ Գագիկ, դիստրիբյուտոր Սաութը չեղարկել է պայմանագիրը։ Դա տարեկան 15 միլիոնի կորուստ է։ Եվ ես տեղեկություններ եմ ստացել, որ այլ հաճախորդների վրա նույնպես ճնշում են գործադրում։ Ինչ որ մեկը կազմակերպում է։ Սա… Ես ապացույցներ չունեմ, բայց ես գիտեմ։ Հասմիկն է։ Նա միջազգային կապեր ունի, հզոր մարդկանց է ճանաչում։ Նա կկործանի ընկերությունը, եթե մենք նրան չկանգնեցնենք։ Գագիկը լուռ մնաց, մշակելով տեղեկությունը։ Հետո անսպասելի բան հարցրեց. Իսկ աշխատակիցները… Ինչպես են նրանք։ Անահիտը թարթեց, շփոթված հարցից։ Աշխատակիցները… Նրանք լավ են։ Իրականում, ավելի լավ են, քան երբևէ։ Ինչո՞վ։ Որովհետև եթե աշխատակիցները լավ են, մենք հնարավորություն ունենք։ Ընկերությունը միայն պայմանագրեր չէ, Անահիտ։ Դա մարդիկ են։ Եվ հավատարիմ մարդիկ քեզ փոթորկի մեջ մենակ չեն թողնում։ Բայց 15 միլիոն… Կարիքը կզգացվի։ Բայց մենք կգոյատենք։ Իսկ գիտես ինչ կանենք։ Մենք շուկային ցույց կտանք, որ այս ընկերությունը կախված չէ 1-2 խոշոր հաճախորդից։ Մենք կդիվերսիֆիկացնենք, նոր գործընկերություններ կստեղծենք, կբացենք շուկաներ, որոնք նախկինում անտեսում էինք։ Որտեղի՞ց ես վերցնում այդ գաղափարները, հարցրեց Անահիտը, տպավորված։ Այն գրքերից, որոնք պարոն Հովսեփն է թողել ինձ համար։ Նա գրում էր լուսանցքներում։ Թողել էր նշումներ, մտորումներ, դասեր։ Եվ ամենաշատ գրած բաներից մեկն էր, երբեք բոլոր ձվերդ մի զամբյուղի մեջ մի դիր։ Գագիկը ճիշտ էր։ Եվ հաջորդ օրերին Ալբերտ Ֆարսյանի խորհրդատուների օգնությամբ, որոնք անկեղծորեն հավատում էին նախագծին, նրանք սկսեցին աշխատել դիվերսիֆիկացման ռազմավարության վրա։ Կապ հաստատեցին ավելի փոքր ընկերությունների հետ, որոնք երբեք հնարավորություն չէին ունեցել աշխատել Պետրոսյան խումբի հետ։ Առաջարկեցին արդար գործընկերություններ, թափանցիկ պայմանագրեր։ Եվ զարմացան պատասխանից, շատ ընկերություններ ուզում էին աշխատել իրենց հետ հենց նոր իմիջի պատճառով։ Ընկերությունը, որն արժանապատվորեն էր վարվում աշխատակիցների հետ, ընկերությունը, որը ղեկավարում էր շուկան փոխած տղան։ Մինչ Հասմիկը սպասում էր, որ ընկերությունը խորտակվի, այն աճում էր այլ կերպ։ Ավելի ամուր, ավելի բազմազան, ավելի մարդկային։ Բայց Հասմիկը հեշտությամբ չէր հանձնվում։ Եթե արտաքին ճնշումը սպասվածի պես չէր աշխատում, նա կփորձեր ավելի ագրեսիվ ներքին դիվերսիա։ Սկսեց կաշառք առաջարկել առանցքային աշխատակիցներին, փորձելով համոզել նրանց խափանել նախագծերը, արտահոսել գաղտնի տեղեկություններ, ստեղծել ներքին ճգնաժամեր։ Եվ կարողացավ գայթակղել մի քանիսին։ 2 մենեջեր, 1 վաճառքի համակարգող ընդունեցին փողը։
Դիվերսիան սկսվեց։ Համակարգչային համակարգը խորհրդավոր կերպով խափանվեց, կորցնելով կարևոր տվյալներ։ Ապրանքների մի ամբողջ խմբաքանակ ուղարկվեց սխալ հասցեով, առաջացնելով վնաս հաճախորդի դժգոհություն։ Գաղտնի փաստաթղթեր հայտնվեցին մամուլում, բացահայտելով արտրային ռազմավարություններ։ Անահիտը նյարդային խանգարման եզրին էր։ Արտահերթ նիստ հրավիրեց ամբողջ տնօրենների խորհրդի հետ։ Ինչ-որ մեկն այստեղ մեզ դավաճ անում է, ասաց նա, նայելով յուրաքանչյուր մարդու աչքերին։ Եվ ես կբացահայտեմ, թե ով։ Հենց այդ պահին մենեջերներից մեկը, Մարինե Կիրակոսյանը, ոտքի կանգնեց։ Նա մոտ 35 տարեկան մի կին էր, իրավասու, համեստ։ 7 տարի աշխատում էր լոգիստիկայի բաժնում։ Ես գիտեմ, թե ովքեր են, ասաց նա դողացող ձայնով։ Եվ ես գիտեմ, որովհետև ես նրանցից մեկն էի։ Ցնցումը ընդհանուր էր։ Անահիտը ոտքի կանգնեց։ Դո՞։ Մարինեն սկսեց լաց լինել։ Ես Հասմիկից փող եմ վերցրել։ 15,000, որպեսի խափանեմ համակարգը ուշացումներ առաջացնեմ։ Ես արեցի։ Եվ ատում եմ ինձ դրա համար։ Բայց ես այլս չեմ դիմանում։ Չեմ կարող ապրել այս մեղքի զգացումով։ Ես տեսա, թե ինչ է Գագիկը փորձում անել, տեսա, թե ինչպես են ամեն ինչ փոխվել, տեսա տիկին Լուսինեին վերջապես ժպտալիս։ Եվ ես դավաճանեցի այդ ամենին փողի համար։ Նա մի ծրար դրեց սեղանին։ Ահա փողը։ Ամբողջը։ Ես չեմ ծախսել։ Եվ այստեղ նա մյուս երկու ներգրավված մարդկանց անուններն են՝ Կարլոս Մենդես, Ռոբերտա Լիմա։ Եվ ավելին։ Կան Հասմիկի հետ խոսակցությունների սկրինշոթեր, փոխանցումների անդորրագրեր, ամեն ինչ։ Ես պատրաստ եմ աշխատանքից ազատվելու դատվելու։ Ես արժանի եմ դրան։ Դահլիճում լռությունը ծանր էր։ Անահիտը վերցրեց ծրարը, ստուգեց պարունակությունը։ Ամեն ինչ ճիշտ էր։ Կոնկրետ ապացույցներ։ Դու աշխատանքից չես ազատվի, ասաց մի ձայն դռան մոտից։ Բոլորը շրջվեցին։ Գագիկն էր, որը եկել էր առանց որևէ մեկի նկատելու։ Նա քայլեց դեպի Մարինեն, որը կործանված էր, նայեց նրան։ Դու սխալվեցիր։ Շատ վատ սխալվեցիր։ Բայց դու նա քաջություն ունեցար խոստովանելու։ Եվ դա շատ բան արժե։ Դու կմնաս, բայց կրկնակի կաշխատես, ուղղելու այն, ինչ կոտրել ես։ Եվ կօգնես ինձ հասկանալ, թե ինչպես դա տեղի ունեցավ, որպեսզի թույլ չտանք, որ նորից կրկնվի։ Մարինեն փլվեց լացի մեջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Երդվում եմ, որ կփոխհատուցեմ։ Ապացույցները ձեռքին, Անահիտը խորհրդի արտահերթ նիստ նշանակեց։ Հրավիրեց Հասմիկին, մյուս երկու դիվերսանտներին, բոլոր տնօրեններին։ Երբ Հասմիկը մտավ սենյակ, տեսավ Մարինեին այնտեղ նստած, աչքերը կարմրած, բայց կեցվածք։ Հաստատուն հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել։ Փորձեց հերքել։ Ասաց, որ ապացույցները գեղձ են, որ դա սադրանք է, որ իրեն հետապնդում են։ Բայց ապացույցներն անհերքելի էին։ Խոսակցություններ, բանկային փոխանցումներ, ցուցմունքներ։ Ամեն ինչ համընկնում էր։ Ալբերտ Ֆարսյանը, որպես խորհրդի նախագահ, այլ ընտրություն չուներ։ Հասմիկ Ռոստոմյան, դուք աշխատանքից ազատված եք հիմնավոր պատճառով։ Կարլոս Մենդես, Ռոբերտա Լիմա, նույնը։ Երեք դել կենթարկվեք իրավական գործընթացների, դիվերսիայի, գաղտնի տեղեկությունների արտահոսքի ընկերությանը վնաս պատճառելու համար։ Հասմիկը ոտքի կանգնեց, գունատված զայրույթից։ Սա այստեղ չի վերջանում։ Դուք կզղջաք։ Այս ընկերությունը կսնանկանա, ես այնտեղ կլինեմ դա տեսնելու համար։ Ընկերությունն արդեն սնանկացել է, ասաց Գագիկը հանգիստ։ Այն ընկերությունը, որը դուք օգնել եք կառուցել, այն, որը ոտնահարում էր մարդկանց, որը միայն թվեր էր տեսնում, այն մահացել է։ Մենք ուրիշն ենք կառուցում։ Եվ դուք դրանում տեղ չունեք։ Հասմիկը դուրս եկավ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Կարլո Սն ու Ռոբերտան հետեցին նրան, գլխիկոր։ Մարինեն մնաց սենյակում, պատրաստ դիմակայելու հետանքներին, բայց նա պատրաստ նորից սկսելու։ Հաջորդ շաբաթները վերակառուցման շաբաթներ էին։ Հասմիկի հեռանալուց, դիվերսանտների հեռացումից, ճշմարտության բացահայտումից հետո ընկերությունը սկսեց այլ կերպ շնչել։
Հաճախորդները, որոնք չեղարկել էին պայմանագրերը, հետ վերադարձան, երբ հասկացան իրական իրավիճակը։ Նոր հաճախորդներ հայտնվեցին գրավված էթիկայի թափանցիկության հեղինակությամբ։ Սոցիալապես պատասխանատու ներդրողները սկսեցին հետաքրքրվել ընկերությամբ։ Եվ մի ավելի կարևոր բան տեղի ունեցավ, ներքին մշակույթը վերջնականապես փոխվեց։ Աշխատակիցները, որոնք նախկինում վախենում էին խոսելուց, առաջարկելուց, հարցեր տալուց, այժմ ակտիվորեն մասնակցում էին։ Նրանք ստեղծեցին աշխատակիցների խորհուրդ, որը ընտրվում էր ժողովրդավարական ճանապարհով, ամեն ամիս հանդիպում էր տնօրենների խորհրդի հետ, բարելավումներ քննարկելու համար։ Ընկերությունը դարձավ մասնակցային մարդասիրական կառավարման մոդել։ Գագիկը շարունակեց սովորել, արունակեց աճել, բայց երբեք չկորցրեց իր էությունը։ Ամեն շաբաթ այցելում էր ընկերության կուլիսներ, զրուցում աշխատակիցների հետ, լսում նրանց պատմությունները, նրանց դժվարությունները, նրանց ուրախությունները։ Եվ յուրաքանչյուր զրույցի հետ ավելի լավ էր հասկանում, թե ինչ էր Հովսեփ Պետրոսյանը փորձում սովորեցնել, որ առանց մարդկայնության հարստությունը քողարկված աղքատություն է։ Մի շաբաթ առավոտ, ամբողջ շրջադարձից 6 ամիս անց, Գագիկը տան այգում էր, երբ հայրը մոտեցավ։ «Տղաս, մի բան կա, որ ես ու մայրդ ուզում ենք քեզ ասել»։ Լուրջ տոնը Գագիկին անհանգստացրեց։ «Ինչ-որ բան է պատահել»։ Տիկին Գայանեն նույնպես մոտեցավ, ձեռքին դեղին ծրար։ «Գագիկ, մենք գիտենք, որ դու դարձել ես մի հսկայական ընկերության սեփականատեր, որ պատասխանատվություն ունես, որ փոխել ես շատ մարդկանց կյանքը։ Բայց մենք նա գիտենք, որ դու շարունակում ես մեր որդին լինել։ Եվ մի տղա, որն արժանի է մանկություն ունենալու»։ Գորգը շարունակեց. «Մենք չենք ուզում, որ դու կորցնես քո մանկությունը ընկերության պատճառով, փողի պատճառով, ոչ մի բանի պատճառով։ Այնպես որ, մենք մի բան որոշեցինք. շաբաթը մեկ անգամ դու կունենաս մանկության օր։ Առանց ընկերության ուսումնասիրության, առանց հանդիպման, առանց պատասխանատվության։ Միայն դու, լինելով տղա։ Գնդակ խաղալով, օդապարուկ թռցնելով, մուլտֆիլմ դիտելով։ Կյանքն արդեն այնքան բան է խլել մեզանից, քո մանկությունը նույնպես չի խլի»։ Գագիկը գրկեց ծնողներին, հուզված։ Երբեմն, այդքան պատասխանատվության մեջ, նա իսկապես մոռանում էր, որ ընդամենը երեխա է։ Եվ ծնողներ ունենալը, որոնք հիշեցնում էին նրան դա, նույնքան մեծ նվեր էր, որքան ցանկացած ժառանգություն։ Ժամանակն անցավ։ Մի ամբողջ տարի այն օրվանից, երբ Գագիկն առաջին անգամ մտել էր այդ շենք։ Ընկերությունը լիովին վերափոխվել էր։ Շրջանառությունն աճել էր 22%-ով, ոչ թե չնայած մարդասիրական փոփոխություններին, այլ դրանց շնորհիվ։ Աշխատակիցների հոսունությունը գրեթե զրոյական էր, արտադրողականությունը բարձր էր, հաճախորդների գոհունակությունը ռեկորդներ էր սահմանում։ Սկսեցին մրցանակներ գալ լավագույն ընկերություն աշխատելու համար, տարվա էթիկական կառավարում նո. լարարություն մարդկային ռեսուրսներում։ Բայց մրցանակը, որը Գագիկն ամենաշատն էր գնահատում, գավաթ չուներ։ Դա տեսնելն էր տիկին Լուսինեին արժանապատվորեն աշխատելիս, Մարինեին ազնիվ աշխատանքի միջոցով քավություն գտնելիս, Անահիտին որպես առաջնորդ ծաղկելիս, աշխատակիցներին միջանցքներում անկեղծորեն ժպտալիս։ Նշանակեցին մեկամյակի մեծ տոնակատարություն։ Ամբողջ շենքը պետք է ներգրավվեր, բոլոր աշխատակիցները հրավիրված էին։ Դա լինելու էր ոչ թե սառը կորպորատիվ երեկույթ, այլ իսկական հավաքույթ, որտեղ հիերարխիաները մեկ օրով կմոռացվեին։ Միջոցառման երեկոյան գլխավոր դահլիճը լեփ-լեցուն էր։ Պարզ, բայց գեղեցիկ զարդարանք, լավ ուտելիք, կենդանի երաժշտություն։ Տնօրենները զրուցում էին մաքրության աշխատակիցների հետ։ Մենեջերները պարում էին առաքիչների հետ։ Դա մարդկանց գեղեցիկ խառնուրդ էր, որոնք սովորել էին, որ ի վերջո բոլորը պարզապես մարդիկ են, որոնք փորձում են արժանապատվորեն ապրել։ Գագիկին բեմ հրավիրեցին ելույթի համար։ Երբ նա բարձրացավ, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց ծափահարություններով։ Դա կորպորատիվ շողոքորթություն չէր, դա անկեղծ ճանաչում էր։ Նա սպասեց լռությանը, սկսեց խոսել. «Մեկ տարի առաջ ես առաջին անգամ մտա այս շենք։ Եվ դուք բոլորդ ինձ տեսաք որպես փողոցի տղա, կեղտոտ, պատառոտված, անարժեք։ Եվ դուք ճիշտ էիք։ Ես հենց դա էի։ Միակ տարբերությունն այն է, որ ես միշտ արժեք եմ ունեցել։ Միշտ կարոր եմ եղել։ Ինչպես այստեղի յուրաքանչյուր մարդ միշտ եղել է։ Խնդիրը ոչ թե այն էր, որ ես արժեք չունեի։
այլ այն, որ դուք չէիք տեսնում։ Որոշ մարդիկ գլուխները խոնարհեցին, հիշելով. Պարոն Հովսեփն ինձ սովորեցրեց, որ բոլորն ունեն պատմություն։ Բոլորը մարտնչում են ճակատամարտերում, որոնք մենք չենք տեսնում։ Եվ բոլորն արժանի են հարգանքի, ոչ թե նրա համար, թե ինչ ունեն, այլ նրա համար, թե ինչ են մարդիկ։ Եվ երբ մենք մարդկանց հետ վարվում ենք որպես մարդկանց, անհավանական բաներ են տեղի ունենում։ Ընկերությունն աճում է, իհարկե, բայց դրանից ավելի կարևոր, կյանքը լավանում է։ Բոլորի համար։ Նա նայեց տիկին Լուսինեին, որը լաց էր լինում առաջին շարքում։ Նայեց Անահիտին, որը հպարտությամբ ժպտում էր։ Նայեց Ալբերտ Ֆարսյանին, որը հիմնարար դաշնակից էր եղել։ Նայեց Մարինեին, որը քավություն էր գտել։ Նայեց հարյուրավոր դեմքերի, յուրաքանչյուրն իր պատմությամբ, իր պայքարով, իր արժանապատվությամբ։ Ես այս պատմության հերոսը չեմ։ Դուք եք։ Յուրաքանչյուրը, ով ամեն օր արթնացավ, որոշեց մյուսի հետ հարգանքով վարվել։ Յուրաքանչյուրը, ով աջակցեց փոփոխություններին նույնիսկ վախով։ Յուրաքանչյուրը, ով հավատաց, որ կարելի է հաջողակ լինել առանց ուրիշներին ոտնահարելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիք, որ մարդկայնությունը թուլություն չէ։ Դա ամենամեծ ուժն է, որ գոյություն ունի։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Մարդիկ լաց էին լինում, գրկախառնվում, տոնում ոչ միայն ընկերության հաջողությունը, այլ մի ամբողջ միջավայրի վերափոխումը։ Երբ երեկույթն ավարտվեց, բոլորը գնացին, Գագիկը մենակ մնաց դատարկ դահլիճում, պատուհանից նայելով լուսավորված Երանին։ Իր կողքին մի ներկայություն զգաց։ Անահիտն էր։ Դու կարողացար, ասաց նա։ Փոխեցիր այս ամբողջ ընկերությունը։ Մենք կարողացանք։ Դու, ես, Ալբերտը, բոլորը, ովքեր հավատացին։ Կարծում ես, պարոն Հովսեփը պարտ կլիներ։ Գագիկը ժպտաց։ Կարծում եմ, նա գիտեր, որ կստացվի։ Դրա համար վստահեց ինձ։ Ոչ թե որովհետև ես յուրահատուկ էի, այլ որովհետև նա տեսավ, որ ես դեռ հավատում եմ։ Եվ երբ մենք հավատում ենք, մենք կարողանում ենք ստիպել ուրիշներին նույնպես հավատալ։ Երկուսը լուռ կանգնած էին այնտեղ, դիտելով քաղաքը։ Մտածում էին այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, բոլոր հաղթած ճակատամարտերի, բոլոր վերափոխումների մասին։ Եվ հասկանում էին, որ դա ընդամենը սկիզբն էր։ Որ ամեն օր, ամեն որոշմամբ, ամեն հարգանքի ժեստով նրանք կառուցում էին մի բան, որն ավելի մեծ էր, քան ընկերությունը։ Նրանք կառուցում էին օրինակ։ Մի փարոս, որը ցույց էր տալիս, որ հնարավոր է հաջողության հասնել առանց մարդկայնությունը կորցնելու։ Գագիկս մեկ անգամ նայեց քաղաքին։ Այնտեղ, ներքում, որե կամրջի տակ, կային այլ ընտանիքներ, ինչպիսին իրենն էր եղել։ Այլ երեխաներ, որոնք քնում էին ցրտին։ Այլ երազանքներ, որոնք ջախջախվում էին անտարբերությունից։ Եվ նա լուռ խոստում տվեց. Չէր կանգնի։ Չէր հանգստանա։ Կօգտագործեր այդ ընկերությունը, այդ իշխանությունը, այդ ազդեցությունը իրական հնարավորություններ ստեղծելու համար։ Ցույց տալու համար, որ բոլորն արժանի են հնարավորության։ Ապացուցելու համար, որ արժանապատվությունը արտոնություն չէ, այլ իրավունք։ Եվ այդ գիշեր մի քաղաքում, որը երբեք չի քնում, մի երկրում, որը դեռ սովորում է գնահատել մարդկանց, մի սերմ, որը ցանել էր մի միայնակ միլիարդատեր ջրել մի քաջ տղա, սկսում էր պտուղներ տալ, որոնք կսնուցեին բազմաթիվ սերունդներ։ Որովհետև ի վերջո իսկական հարստությունը փողով չի չափվում։ Այն չափվում է դիպած կյանքերով, նվաճված ժպիտներով, վերականգնված արժանապատվությամբ։ Եվ այդ հարստությունը Գագիկն առատորեն ուներ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գագիկի բոլոր նրանց պատմությունը, ովքեր հավատացին Պետրոսյան խումբի վերափոխմանը, հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք արժանապատվության, հարգանքի, մարդկայնության այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին, ոչ մի պատմություն բաց չթողնելու համար, մեկնաբ։ Անություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում մեզ, որ բարությունը, քաջությունը, կարեկցանքը կարող են փոխել աշխարհը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։